Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր մի յուրահատուկ ուղիղ եթեր ունեմ ձեզ համար ներկայացնելու, որը պայմանավորված է վարչապետին անվստահություն հայտնելու իմպիչմենտի գործընթացի զարգացումներով, պայմանավորված այն հանգամանքով, որ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը հրապարակել էր իրենց խմբակցության պատգամավորների ցուցակը եւ ստորագրությունները Եվ այն փորձ էր արվում ներկայացնել իբր աջակցություն այն գործընթացին, որը պաշտոնապես մեկնարկել է եւ որի հեղինակները պատիվ ունեմ խմբակցության падգամավորներն են։ Ես ինքս անկեղծ ասած, ի թիվս հարյուրավոր, հազարավոր այլ մեր հայրենակիցների, ինքս այդ շփոթմունքի զոհ եմ դարձել, այսինքն ինձ էլ է թվացել, որ այդ քայլով Հայաստան խմբակցության падգամավորները տրամաբանական որոշում են կայացրել Եվ միացել են այդ նախաձեռնությանը, սակայն հետագայում պարզվեց, որ դա այդպես չի, իրենք չեն միացել այդ նախաձեռնությանը, բայց փորձում են դա այդպես ներկայացնել։ Եվ դրա շուրջ ծավալված քննարկումների արդյունքում նաև Հայաստան խմբակցության մի շարք падգամավորներ հանդես են գալիս հարցազրույցներով, տալիս են տարատեսակ այլ մեկնաբանություններ, որոնք մեր կարծիքով իրենց մեջ անազնվության տարրեր են պարունակում եւ ես այսօր կփորձեմ վերլուծել մի յուրահատուկ մեթոդով, որը որ իդեպ առաջին անգամ ինձ համար առաջին անգամ կիրառել է Նարեկ Մայլյանը, միացնել կոնկրետ հարցազրույցը, որը տեղի է ունեցել եւ զուգահեռ մեկնաբանություններ իրականացնել այն թեզերի, որոնք դա ներկայացվել են։ Քանի որ այդ իմաստով բավական ակտիվություն է ցուցաբերել Հայաստան խմբակցության падգամավոր Ագնեսա Խամոյանը, որը հարցազրույց է տվել ոչ միայն 5-րդ հեռուստաալիքին Մարիան Ղարամանյանի հեղինակային հաղորդմանը, այլ նաև Պոլիտիկ.am լրատվական կայքին Բորիս Մուրազիին, իդեպ ասեմ, որ երկու հարցազրույցներում էլ թեզերը, որոնք ներկայացնում է Տիկին Խամոյանը, նույնական են, հետևաբար ես կբավարարվեմ միայն մեկ հարցազրույցը վերլուծելով դա TV5-ին տված հարցազրույցներ։ Այսինքն կլսենք հարցազրույցից հատվածներ, ես կընդհատեմ եւ կտամ իմ մեկնաբանությունը։ Այսինքն սա Ղազարյան versus Ղազարյան չի, սա այլ մեթոդ է։ Հարցազրույցի տևողությունը շատ չի, Տիկին Խամոյանի հարցազրույցից մենք 18 րոպեն իր հարցազրույցի մասը կլսենք, պլյուս իմ մեկնաբանությունները, այսինքն կարծում եմ շատ երկար չենք աշխատել։ Սկսենք հարցազրույցի հենց հատվածից։ Կապի խնդիր ունենք, ոնց որ իդեպ ասեմ, որ Ագնեսա Խամոյանը Հայաստան խմբակցության իր պրոֆիլը ներկայացնելու համար ասեմ, որ նա Հայաստան խմբակցության падգամավոր է, քաղաքական գործունեությամբ երբևէ չի զբաղվում, այսինքն դժվար է նրան քաղաքական գործիչ անվանելը, չնայած որ քաղաքական պաշտոն է ներկայումս զբաղեցնում Մինչև падգամավոր ընտրվել է երբևէ պետական որևէ պաշտոն չի զբաղեցրել, այսինքն պետական աշխատանքի փորձառություն չունի, աշխատել է մի շարք հեռուստաընկերություններում, լրատվականներում, Երկիր թերթում, Երկիր.am կայքում որպես գլխավոր խմբագիր, Երկիր մեդիայում աշխատել եւ 5-րդ հեռուստաալիքում հարցազրույցներ է վարել։ Իդեպ ասեմ ձեզ, որ Տիկին Խամոյանը իր կենսագրության մեջ նշել է, որ ինքը ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, այդ սխալը թույլ է տվել նաեւ իր կենսագրության մեջ Աննա Հակոբյանը, եւ մենք բազմիցս ենք ասել, որ Երևանի պետական համալսարանը լրագրության ֆակուլտետ չունի, ունի միայն ժուրնալիստիկայի ֆակուլտետ, փաստորեն Տիկին Խամոյանը նույնիսկ սխալ է նշել իր ֆակուլտետը, որ այսինքն փորձառություն չունեցող գործիչ է, որը հայտնվել է Հայաստան խմբակցության համամասնական ցուցակում եւ ընդգրկվել եւ դարձել է падգամավոր ըստ էության 0 քաղաքական հեղինակությամբ եւ վարկանիշով։ Սա ինչի եմ ասում, որովհետեւ քաղաքական գործիչները երբ որ ունենում են հեղինակություն, կրում են նաեւ պատասխանատվություն իրենց յուրաքանչյուր խոսքի, գործողությունների համար, իսկ անպատասխանատու մարդկանց պարագայում շատ ավելի հեշտ է, այսինքն մարդիկ, որոնք չունեն հեղինակություն, անհանգիստ չեն, որ կարող են դա նաեւ կորցնել։ Հիմա լսենք Տիկին Խամոյանի թեզերը կապված իմպիչմենտի գործընթացի հետ։ Ստացվում է, թե ունենան, բայց սրան զուգահեռ 3 ամբողջ օրվա ընթացքում Հայաստան խմբակցության падգամավորները հայտնվել էին քննադատությունների թիրախում, ձեզ ասում էին գեղեցիկ ստորագրություններ ունեք, բայց չեք միացել գործընթացին, ինչ է կատարվում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսեմ վերջից, Հայաստան խմբակցության падգամավորները 3 չէ, որ թիրախավորվել են իմպիչմենտի գործընթացի
կազմակերպիչների կամ դրանց հովանավորների կողմից։ Այս մասում պիտի միանգամից տիկին Խամոյանին անեմ նաև դիտողություն, որովհետև իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողները ակնհայտորեն դա այդպես է, ես էլ եմ այդպես ընկալում, տիկին կարծում Խամոյանն էլ այդպես ասում, նկատի ունի առավելապես արթուն ենք քաղաքացիական նախաձեռնությանը, որի հիմնական հանրային համենայն դեպս տիրույթում ակտիվ դերակատարներն են Նարեկ Մալյանը եւ ես։ Եվ երբ որ ինքը ասում է, որ այդ գործընթացը ունի հովանավորներ, ես կարծում եմ, որ դա զրպարտություն է, որովհետև մենք ներկայացել ենք որպես քաղաքացի, մենք ազնիվ, ես ինքս ազնիվ մարդ եմ եւ ինչ որ կա, դա էլ ասում եմ, ես որպես քաղաքացի ունեմ քաղաքացիական նախաձեռնություն, ընդ որում այդ նախաձեռնությունը ոչ միայն այս վերջին օրերին է առաջացել, այլ դեռ 22 թվականի օգոստոսի 23-ից ես այդ մասին մշտապես եմ խոսել, իրենց առջև եմ այդ հարցը բարձրացնել։ Հետևաբար ասել, որ ես որպես հասարակական գործիչ, որպես քաղաքական գործիչ եւ որպես այս նախաձեռնության հեղինակ ունեմ հովանավոր, այսինքն հովանավորը ինչ է նշանակում, որ ինչ-որ մեկը ինձ հովանի է կանգնում, ֆինանսավորում է, աջակցություն է ցուցաբերում այս գործունեությանը եւ այլն, դա պարզապես զրպարտություն է եւ տիկին Խամոյանը այս հարցում ուղղակի զրպարտում է, ինչը վիրավորական է։ Արդեն մի քանի ամիս շարունակ Հայաստան խմբակցության падգամավորները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է բաց հրապարակային կամ այսպես ձևակերպեմ արդեն իսկ բաց եւ հրապարակային թիրախում է հայտնվել որոշ շրջանակների կողմից, իսկ ավելի հստակ եւ կոնկրետ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի կողմից։ Նախ ուզում եմ տիկին Ագնեսա Խամոյանին ասել, որ Հայաստան դաշինք վաղուց գոյություն չունի 2021 թվականից, սա ուղղակի գրագիտության, քաղաքական գրագիտության եւ նաեւ իրավական գրագիտության խնդիր է, որովհետեւ դաշինքները ձևավորվում են նախընտրական շրջանում տարբեր կուսակցությունների միավորումների արդյունքում, երկու եւ ավելի կուսակցությունների։ Եվ ընտրությունների ավարտից հետո այդ դաշինքները դադարեցնում են գոյություն ունենալուց, այն քաղաքական ուժերը, որոնք դաշինքի կազմով հաղթում են ընտրություններում, անցնում են խորհրդարան, նույն անունով ձևավորվում է падգամավորական խմբակցություն։ Այդպես օրինակ Հայաստան դաշինքը վերածվել է Հայաստան խմբակցության, պատիվ ունեմ դաշինքը վերածվել է պատիվ ունեմ խմբակցության եւ որպես դաշինք դադարել է գոյություն ունենալուց, այսինքն կա падգամավորական խմբակցություն, որի անդամ ազգային ժողովի падգամավոր է նաեւ տիկին Ագնեսա Խամոյանը, իսկ այդ խմբակցության ղեկավարը ոչ թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, այլ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Իդեպ Սեյրան Օհանյանը, որ ասում է թիրախավորվել է Սերժ Սարգսյանի կողմից եւ այլն, Սեյրան Օհանյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունում զբաղեցրել է պաշտպանության նախարարի անվտանգության խորհրդի անդամի պաշտոնը, նրա կառավարությունում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել ներկայումս Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանը, նախարարի պաշտոնը զբաղեցրել Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ այլն, չասեմ, որ այդ Հայաստան խմբակցության падգամավորների զգալի մասը Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ են մի քաղաքական կուսակցության, որը տասնամյակներ շարունակ եղել է հանրապետական կուսակցության հետ նույն կոալիցիայի կազմում։ Ինչ վերաբերվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիրախավորում եւ այսպիսի եզրույթը կապել իմպիչմենտի գործընթացի հետ, դա ես կարծում եմ տիկին Խամոյանի կողմից ուղիղ հարված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշին եւ հեղինակությանը, որովհետեւ մի գործընթաց, որը միտված է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն եւ կոչվում է Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց անվանել, որ սա գործընթաց է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, դա նշանակում է կապել Ռոբերտ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը անթույլատրելի է, որովհետև իմ ընկալումներում Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալուց հետո ոչ միայն դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեպրեսիաների զոհը, անձնական զրկանքներ կրել նաև, հանիրավի գտնվելով անազատության մեջ, հանիրավի գտնվելով քրեական հետապնդումների տակ, նաև պայքարել է տարբեր ձևերով նրան իշխանությունից հեռացնելու համար։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը որակել որպես պայքար Ռոբերտ Քոչարյանի դեմ, դա ուղղակի թիրախավորում է տիկին Ագնեսա Խամոյանի կողմից երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանին։ Ես ինքս որպես քաղաքացի այդ նախաձեռնությունը ցուցաբերելով որևէ մեկին թիրախավորելու նպատակ չունեմ, չեմ ունեցել եւ չեմ ունենալու, բացի Նիկոլ Փաշինյանից, այսինքն այդ գործընթացի նպատակը Նիկոլ Փաշինյանին թիրախավորելն է։ Եթե պարզվի, որ ընթացքում, ասենք օրինակ Ագնեսա Խամոյանի տեսակետները համընկնեն քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորի տեսակետների հետ, որոնք ցավոք սրտի մինչև հիմա համընկնում են, այսինքն չեն ցանկանում անվստահություն հայտնել վարչապետին, ապա դա դառնում է հետևանք, ոչ թե նպատակ նրանց թիրախավորելու, այլ հետևանք, որը պայմանավորված է նրանց գործողություններով։ Այսինքն որ պահին, որ падգամավոր Ագնեսա Խամոյանը եւ մյուս падգամավորները նախաձեռնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, մենք դառնում ենք նրանց աջակիցը։ Եթե դա իրանք չեն անում, նրանց հասցեին հնչող քննադատությունը չի կարող դիտվել իբրև թիրախավորում։ Շարունակենք։ Երեք դուք գիտեք, որ տեղի է ունեցել Պատիվ ունեմ խմբակցության եւ Հայաստան խմբակցության падգամավորների հանդիպում։ Դրանից ավելի վաղ մենք վերահաստատել էինք իմպիչմենտի գործընթացի մասին մեր ավելի վաղ արված հայտարարությունը, բայց եւ ավելացրել էինք, որ հավելյալ քննարկումների համար պատրաստ ենք քննարկման Պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերների հետ։ Այստեղ հիշեցնեմ, որ ավելի վաղ հայտարարությունը, որի մասին խոսում է Տիկին Խամոյանը, դա Հայաստան խմբակցության անունից տարածված մայիսի 2-ի հայտարարությունն է, որով իրենք ասում են, որ իրենք տվյալ պահին առնվազն չեն ցանկանում իրենք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, դա համարում են անիրատեսական, դրա համար իրանք անհրաժեշտ պայման էին համարում, որպեսզի նախաձեռնողներ, այսինքն ես եւ Նարեկ Մալյանը իրենց ներկայացնենք առնվազն 8 падգամավորի ստորագրությամբ նախաձեռնություն, որից հետո իրանք միայն կարող են միանալ, եթե նաև փողոցում լինի մարդկային մեծ զանգված, եւ իրականում նրանք այդ գործընթացի սկզբանե համարել էին ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակ, այլ ի սկզբանե համարել էին Հայաստան խմբակցության եւ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելու նպատակ։ Իսկ այսինքն իրաց նախորդ դիրքորոշումը դա եղել է։ Հիմա տեսնենք, թե ինչ ասում նոր դիրքորոշման կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում ականատեսը եղանք նրա, որ դեռևս հանդիպումը չավարտված Պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերների Facebook-յան էջերում հրապարակվեցին ձևաթուղթ, որտեղ ստորագրված ձևաթուղթ, որտեղ կա իրենց անուն, ազգանունը, համարը եւ ստորագրությունը։ Ասեմ, որ խոսքը վերաբերում է Պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորների ստորագրություններին, որը ոչ թե միայն ստորագրություններ, այլ նախաձեռնության փաթեթի այն էջը, որտեղ դրված էին падգամավորների ստորագրությունները։ Իսկ անվստահության նախաձեռնության փաթեթը իր մեջ ներառում է ազգային ժողովի որոշման նախագիծ, վարչապետի թեկնածուով եւ նաեւ այդ նախագծի հիմնավորում եւ падգամավորների անվանացանք, ովքեր միացել են այդ նախաձեռնությամբ։ Պատիվ ունեմ խմբակցությունը նման նախաձեռնություն ցուցաբերել է, դեպ ասեմ, որ դրանից առաջ սա Պատիվ ունեմինի երկրորդ անվստահության նախաձեռնությունն է, դրանից առաջ նմանատիպի նախաձեռնություն սկսել են падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը, որոնց վարչապետի թեկնածուն է Էդմոն Մանուկյանը, իսկ Պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորների նախաձեռնության վարչապետի թեկնածու է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Մենք դրանից հետո, չնայած այդ ոչ ազնիվ կարծում եմ, մեղմ ասած ոչ ազնիվ քայլին, հերթական անգամ թիրախավորելու Հայաստան խմբակցության падգամավորներին, միևնույն է հայտարարեցինք, որ Հայաստան խմբակցության падգամավորների 28 падգամավորների բոլոր падգամավորների ստորագրությունները առկա են եւ մենք գործընթացի մեկնարկի ժամանակ, երբ որ մուտք արվի ազգային ժողով, պատրաստ ենք տրամադրել մեր 28 падգամավորների ստորագրությունները։ Այստեղ Տիկին Խամոյանը պարզապես ստում է, շատ ցավալի է այս եզրույթով ձևակերպում անել մեր ընդդիմադիր կոչվող գործընկերոջ հասցեին, որովհետև 28 падգամավորների ստորագրությունները, ինչը որ հրապարակել է նաև Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան, ինչպես նաև տարածել են այդ հրապարակումը խմբակցության գրեթե բոլոր падգամավորները, այդ թվում Տիկին Խամոյանը, դա անվստահության գործընթացի հետ բացարձակապես կապ չունի, դա առանձին խմբակցության падգամավորների մի ցուցակ է, իրենց անուն ազգանուններով, հերթական համարներով եւ իմ տպավորությամբ գեղեցիկ ստորագրություններով։ Բայց այդ ցուցակը չունի վերնագիր,
դա մաս չի կազմում որևէ փաթեթի, դա անվստահության գործընթացի հետ կապ չունի եւ ինձ համար անհասկանալի է թե ինչ հանգամանքներում, երբ ինչի համար են ստորագրել պատգամավորները այդ ցուցակը, ասենք հնարավոր է որ իրանց ընդհանրենք խմբակցության պատգամավորներին օգնություն են բաժանել եւ իրանք ստորագրել են որ ստացել են այդ օգնությունը կամ չգիտեմ իրենք միգուցե իրենց անվերապահ աջակցություն են հայտնում մեկ այլ տեխնացուի չնայած դրա մասին ոչ մի հիշատակում չկա որպեսզի դա այդպեսի իմ կարծիքով այդ իմ ներկայացրած սարկազմի կամ անմիտ ենթադրությունների տեղի չտա Տիկին Ագնես Ախամոյանը չպետք է անի նման անմիտ դատողություններ եւ տեղեկություններ ներկայացնի թե իբր դա կապ ունի անվստահության գործընթացի հետ որովհետեւ եթե Հայաստան խմբակցության պատգամավորները առանձին անվստահության գործընթաց են սկսում այլ տեխնացուով ապա նախ իրանք պիտի ասեն թե ով է այդ տեխնացուն անուն ազգանունը եւ նոր ցույց տան դրա հետ կապված իրենց ստորագրություն ինչ որ այլա պատիվ ունեմ Դավիթ Համբարձումյանի պարագային բայց նման բան Հայաստան խմբակցության պարագայում տեղի չի ունեցել։ Եթե իրենք միանում են պատիվ ունեմի նախաձեռնությանը կամ Հովիկ Աղազյանի Հակոբ Ասլյանի նախաձեռնությանը, ապա առաջի դեպքում նրանց ստորագրությունները պետք է սկսեին այդ նախաձեռնության ցուցակի 7-րդ տողից, իսկ երկրորդ դեպքում այս նախաձեռնության ցուցակի 3-րդ տողից։ Բայց քանի որ իրանք առաջի տողից են, դա նշանակում է դա մի անհասկանալի ցուցակ է, որը այս գործընթացի հետ կապ չունի։ Իսկ ասել, որ մենք պատրաստ ենք ցանկացած պահի միանալ այդ նախաձեռնությանը, դա մոտավորապես հետևյալն է։ Ասենք օրինակ, եթե Տիկին Ագնես Ախամոյանը 21 թվին մասնակցել է ընտրություններին ազգային ժողովի եւ դրա արդյունքում ընտրվել падգամավոր, ես օրինակ ասեի, ես եւ կինս մեր ընտանիքում չափահաս ընտրողներ ենք, հրապարակեի մեր ցուցակը ստորագրություններով, ասեի, մենք պատրաստ ենք ձեզ տանք մեր քվեները, այ դուք գնացեք աշխատեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դեմ են, եթե դուք կողմ ձայներ կունենաք, նոր վերջի պահի մենք ձեզ քվեարկենք, այսինքն սա սխալ մեկնաբանություն է մարդկանց շփոթություն ստեղծող Բերել եք այս Ես պատճեններ եմ բերել եւ խնդիրը ինչու են ձեզ մեղադրում Ես ձեզ բացատրեմ թե հիմա ինչու են մեղադրում Ես բացատրեմ մեր սիրելի այն հայրենագիցներին որոնց փորձում են կներեք այս բառի համար դնել էշի տեղ եւ փորձել համոզել որ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստան խմբակցությունը չեն ուզում որ Նիկոլ Փաշինյանը հեռանա չեն ուզում որ իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ պսակվի Իհարկե չգիտեմ թե ով կների Տիկին Ագնես Ախամոյանին այս անտակտ արտահայտությունների համար մարդկանց էշի տեղ դնելու որովհետեւ ոչ մի նորմալ մարդ այլ մարդու առավել եւս ողջ հասարակությանը էշի տեղ դնել չի կարող եւ նման մեկնաբանությունները Տիկին Խամոյանի կողմից են վիրավորանք ուղղված ողջ հասարակությանը այն որ ասում են Հայաստան խմբակցությունը դեմ է ասում են այդպես են ներկայացնում կամ Ռոբերտ Քոչարյանը իմպիչմենտի գործընթացին ես նախ խնդրեմ որ Տիկին Ագնես Ախամոյանը հանգիստ թողնի Ռոբերտ Քոչարյանին որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ազգային ժողովի падգամավոր չի հանդիսանում նա վարչապետին անվստահություն հայտնել չի կարող եւ նա չի կարող կողմ կամ դեմ լինել իհարկե որպես քաղաքացի նաեւ որպես ազդեցիկ քաղաքական գործիչ նաեւ Հայաստան խմբակցության падգամավորների կողմից հարգված նաեւ շատերիս կողմից հարգված գործիչ անշուշտ կարող է ունենալ իր կարծիքը այդ կարծիքը հետաքրքիր է բոլորիս համար բայց դա որոշում կայացնելու կարծիք չի որոշում կարող են կայացնել միայն падգամավորները տվյալ դեպքում ինքը Ագնես Ախամոյանը իսկ ինքը կողմ է իմպիչմենտին թե չէ դա արտահայտում է ոչ թե խոսքով այլ падգամավորների պարագայում գործով Այսինքն այն падգամավորները, ովքեր կողմ են իմպիչմենտի գործընթացին, նրանք պետք է կամ սեփական նախաձեռնություն ցուցաբերեն, կամ միանան գոյություն ունեցող որևէ այլ նախաձեռնության։ Ինչպես Տիկին Ագնես Ախամոյանը, այնպես էլ Հայաստան խմբակցության որևէ падգամավոր այս պահի դրությամբ չի նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ չի միացել որևէ այլ գործընթացի։ Սա բացարձակ ճշմարտություն է, որը Ներկայացնելն է, կարծում եմ, հարգանք մեր հասարակության նկատմամբ, այլ ոչ թե դրա մանիպուլատիվ ներկայացումը ներկայացնել հասարակությանը նաև նման անտակտ ձևով վիրավորելով։ Սիրելի հայրենակիցներ, սա պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորների ստորագրություններն է, այն ձևաթուղթն է, որը հրապարակվեց հանդիպումը դեռ չավարտված։ Պարզաստ է խոսքը Դրանից մի քանի ժամ անց հրապարակվում է Հայաստան խմբակցության
28 падգամավորների նույն ձևաթղթի վրա ստորագրությունները։ Հիմա ինչ են ասում մեր գործընկերները կամ ինչ են ասում իմպիչմենտի նախաձեռնողները, հովանավորները եւ քավորները։ Այստեղ էլի գնում է իր խեղճանալով իր հիմնական մտքի բովանդակության մեջ, նորից Տիկին Խամոյանը գնում է զրպարտության, վիրավորանքի, հեգնանքի դաշտ, իմպիչմենտի նախաձեռնող, հովանավոր եւ քավոր։ Իմպիչմենտի գործընթացի նախաձեռնության հեղինակը նույնիսկ մենք էլ ենք ասել, որ դա ոչ թե մենք ենք, այլ Հայաստանի Սահմանադրությունը, պարտականությունը, որ դա պիտի կատարեն ազգային ժողովի 107 падգամավորներն են, այդ թվում ինքը, իսկ իմպիչմենտի գործընթացը քավոր կամ հովանավոր չունի։ Եվ միգուցե ինքը ունի հովանավոր իր գործունեությամբ, քաղաքական հովանավորություն, ես նկատի ունեմ նյութականից բացի, որի արդյունքում նա նաև չունենալով քաղաքական կշիռ հեղինակություն դարձել է նաև ազգային ժողովի падգամավոր, բայց կարծում եմ սեփական կարգավիճակը այլոնց վերագրել է դա զրպարտությունից բացի վիրավորանք է, կնայդ նաև այն դեպքում, երբ որ դա հեգնանքով է փորձում ներկայացվել, առավել եւս անմիտ թեզերը պաշտպանելու համար։ Ասում են, որ այս ձևաթուղթը նշանակում է, որ պատիվ ունեմ խմբակցությունը ցանկանում է, որ տեղի ունենա իմպիչմենտ, բայց համանման ձևաթուղթի падգամավորները չեն ցանկանում, որ տեղի ունենա գործընթաց։ Այս սա հիմնական սուտն է, որովհետև ի տարբերություն պատիվ ունեմ խմբակցության падգամավորների ցուցակի, ստորագրված 6 հոգու, որը դրված է կոնկրետ վարչապետին անվստահություն հայտնելու ազգային ժողովի որոշման նախագծի տակ, այսինքն որպես այդ փաթեթի անբաժանելի մաս, Հայաստան խմբակցության падգամավորների ցուցակը մաս չի կազմում ոչ իրենց կողմից հեղինակած առանձին նախաձեռնության եւ ոչ էլ գոյություն ունեցող երկու նախաձեռնություններից մեկի։ Հետևաբար այդ ցուցակները համանման ցուցակներ չեն։ Մի ցուցակը դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացած падգամավորի ցուցակը, մյուս ցուցակ ուղղակի Հայաստան խմբակցության падգամավորների ցուցակն է։ Իդեպ ասեմ, որ նման կերպ ընդդիմությունը մի անգամ էլ է փորձել խաբել եւ ցավոք սրտի հաջողել է մեր ժողովրդին, դա եղել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ ազգային ժողովի արդեն երկու խմբակ, ցավոք սրտի դրան նաեւ մաս էր կազմում այն ժամանակ պատիվ ունեմ խմբակցությունը, տրվելով Հայաստան խմբակցության որպես ազդեցիկ ուժի որոշման ըստ էության, երբ որ գնացին ազգային ժողով, գիշերում երբ որ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել ազգային ժողովի շենքի բակում, եւ վերադարձավ падգամավոր այն ժամանակ Հայաստան խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը եւ ընթերցեց ոչ միայն այս ցուցակը, այլ նաեւ պատիվ ունեն падգամավորների ցուցակը, ցուցակում են ժամանակար նաեւ Գեգամ Նազարյանը, ասացին, որ այս падգամավորները կողմ են կամ սկսել են իմպիչմենտի գործընթաց, ինչը պարզվեց սուտ էր, որովհետև նման գործընթաց չէին սկսել եւ վարչապետի թեկնածու չէին առաջադրել։ Եվ ըստ էության ունենալով փորձառություն միանգամից մեթոդով մարդկանց թյուրիմացության մեջ գցելու, խաբելու, Տիկին Խամոյանը փորձում է երկրորդ անգամ դա անել, բայց կարծում եմ, որ մեր հասարակությունը, ինչպես ինքը կասի, իրեն դնում է ուղղակի մարդկանց տեղ, գիտակից մարդկանց տեղ եւ չի կարող հավատալ պարզապես սուտ տեղեկություններին։ Դրանից հետո հավանաբար հասկանալով, որ մի քիչ շատ շտապեցին, սցենարային գուցե ճիշտ չէր այդ ձևաթուղթը հրապարակել, եղավ բացատրություն, որ գիտեք ինչ, այդ ձևաթղթից զատ գոյություն ունի նաև առաջին էջ, երկրորդ էջ, չգիտեմ նախաբան, որտեղ որոշման նախագիծն է, վարչապետի թեկնածուն է եւ այլն եւ այլն։ Այդ ինչ որ ասում է, դրանք եւ այլն չեն, իհարկե նախաբան չկա, կա ազգային ժողովի որոշման նախագիծ, դրա հիմնավորում եւ դրան միացած падգամավորների ցուցակ։ Այո, պատիվ ունեմ խմբակցության պարագայում դա իրողություն է։ Փորձելով հիմնավորել, որ դա իրավաբանորեն իրենից ուժ ներկայացնող թուղթ է, ձևաթուղթ է։ Մենք էլ ունենք դա, հարգելի սուտ իրենք չունեն նման փաստաթուղթ, այսինքն իրենք չեն սկսել, իրենք չունեն ազգային ժողովի որոշման նախագիծ, չունեն վարչապետի թեկնածու, չունեն այդ նախագծի հիմնավորում։ Եթե իրենց վարչապետի թեկնածուն նույն Դավիթ Համբարձումյանն է, ապա դա անմտություն է, այսինքն ոնց կարելի է երկու տարբեր նախաձեռնություն սկսել, երկուսի վարչապետի թեկնածուն էլ լինի Դավիթ Համբարձումյան։
Եթե իրանք միացել են Դավիթ Համբարձումյանի տեխնացությամբ նախաձեռնությանը, բա պետքա 7-րդ տողից ստորագրեին պատիվ ունեմի նախաձեռնություն, իսկ այսպիսի բան չի։ Հիմա էլ ասենք ես օրինակ հորդորում եմ երկուշաբթի օրը, եթե Տիկին Խամոյանի համար դա ուղղակի տեխնիկական խնդիր է, այդպես ինձ ասել է նաև Էլինար Վարդանյանը, падգամավոր, որ դա ընդհանրապես տեխնիկական խնդիր է, որ երկու ցուցակը, ես օրինակ առաջարկում եմ, որպեսզի իրենք երկուշաբթի օրը գնան ստորագրեն Հայկ Մամիջյանի աշխատասենյակում գտնվող ցուցակը 7-րդ տողից, եթե նման համարձակություն ունեն։ Դա արդեն իսկապես կկոչվի նախաձեռնությանը փաստացի միանալու որոշում։ Կամ հնարավորություն տան, պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորներին ստորագրել իրենց ցուցակը 29-րդ տողից, առաջադրելով Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը, բայց կարծում եմ հնարավորությունը չկա, որովհետև իրենց ցուցակը 28-ով ավարտվում է, նույնիսկ 29-րդ, 30-րդ տողեր չկան, որ լրացուցիչ մարդ կարողանա իր ստորագրությունը դնել այդ ցուցակի տակ։ Այսինքն դա փակ ցուցակ է խմբակցության падգամավորների, որը կարիք չկար հրապարակելու, որովհետև այդ ցուցակը ազգային ժողովի կայքում վաղուց հրապարակված է, բոլոր խմբակցությունների падգամավորների ցուցակը ազգային ժողովի կայքում կա, եւ դա ձեռագիր գրած տարբերակով ստորագրելը ուղղակի հրապարակելը դա անմտություն էր։ Գործընկերներ, մենք էլ ունենք որոշման նախագիծներ, նախաբաններ, ձեր ասած վարչապետի տեխնացուի անունը։ Հիմա կարելի է հարցնել, իսկ ով է ձեր վարչապետի տեխնացուն Տիկին Ագնեսա Խամոյան։ Իրանք վարչապետի տեխնացու չունեն, որոշման նախագիծ չունեն, իրանք ունեն ընդամենը մի հատ դատարկ ցուցակ։ Չգիտեմ, շահառուների ցուցակ։ Օրինակ, երբ որ ես մարզպետ եւ քաղաքացիների ընդունելության ժամանակ նրանց սոցիալական օգնություն էինք տրամադրում պետական բյուջեի միջոցներից, ցուցակ էր կազմում մարզպետարանի աշխատակազմը, բերում են ես ստորագրում էի, դա կոչվում էր շահառուների ցուցակ։ Քանի որ այդ ցուցակը վերնագիր չունի, մենք չենք կարող ասել դա օրինակ օգնության ցուցակ է, թե այլ ցուցակ է, բայց դա բովանդակություն չպարունակող եւ որևէ այլ փաստաթղթի մաս չկազմող ցուցակ է։ Հավանությունից խոսենք Տիկին Խամոյան 6 գումարած 28 այս քանակը բավարար չէ գործընթացի մեկնարկը տալու համար, ես դեռ չեմ խոսում արդյունքի մասին, որտեղ ավելի շատ ձայներ են հարկավոր։ Երկու ստորագրություն է պակասում նախաձեռնողներին, որպեսզի տեխնիկապես կարողանան գործընթացը սկսել, այն է մուտք անել խորհրդարան համապատասխան ընթացակարգով եւ խմբակցություններից դուրս գտնվող падգամավորների ստորագրությունների մասին է խոսքը։ Ու այստեղ ունենք նախկին ԿՊԱ-ականներ Հովիկ Աղազարյան եւ Հակոբ Ասլանյան, որոնք ավելի վաղ իրենց տեխնացուին էին առաջադրել եւ հայտարարել էին, որ ուրիշ ոչ մի process-ի չեն միանալու։ Հիմա այստեղ կա նաեւ եւս երկու падգամավոր Իշխան Զաքարյան եւ ձեր նախկին խմբակցության անդամ Գեգամ Նազարյան։ Այս 4 անձանց ստորագրություններից գոնե երկուսի ստորագրությունը ունեն նախաձեռնողները։ Ես կարծում եմ, որ այստեղ լրագրողի հարցը սխալ է շեշտադրումները, ձևակերպումը եւ ունի քարոզչական բնույթ, հաշվի առնելով թե Տիկին Մարիաննա Ղարամանյանը, որ լրատվամիջոցն է ներկայացնում, դա 5-րդ ալիքն է, իդեպ ասեմ այն լրատվամիջոցներից մեկը, որը իմպիչմենտի գործընթացը բովանդակային առումով չի լուսաբանում, բայց լուսաբանում է դրա բացասական կողմերը, այսինքն օրինակ երբ որ Արսեն Թորոսյանը պատռում է մեր նամակը, դա լուսաբանվում է իրանց մոտ, իսկ այն որ մենք նամակ ենք հանձնում падգամավորներին, թվում Արսեն Թորոսյանին, դա չի լուսաբանվում, այսինքն տաղավար են հրավիրվում այն գործիչները, ովքեր իմպիչմենտի գործընթացին դեմ են, հիմնականում Հայաստան խմբակցության падգամավորներ կամ ասենք Մայր Հայաստան շարժման նախաձեռնողներ անդամներ, իսկ ասենք նրանք ովքեր կողմ են այս նախաձեռնության, այս տաղավար չեն հրավիրում։ Իդեպ TV5 այն լրատվամիջոցներից մեկն է, որը 4 լրատվամիջոցներից մեկն է, որը հրավիրվել է նաև նախագահ Քոչարյանի հետ սահմանափակ թվով լրագրողների հանդիպմանը։ Հիմա ինչի եմ սա հատուկ ընդգծում, որովհետև լրագրողի հարցը քարոզչական իմաստով մեթոդապես սխալ է ձևակերպում, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ 36 ստորագրությունը դեռևս գործընթացի պաշտոնական մեկնարկի սկիզբ չի հանդիսանալու, որովհետև որոշման կայացման համար
պետք է 54 կողմ ձայն։ Հետևաբար ունենալ 36 ձայն, թե ունենալ 40 ձայն, թե ունենալ 50 ձայն, դա նույնն է։ Այսինքն գործընթացը դրանով չի սկսելու, առնվազն 54 պետք է լինի, որպեսզի մենք հասնենք որոշման կայացմանը, որովհետև մեր նպատակը վարչապետին անվստահություն հայտնելն է, այլ ոչ թե գործընթաց ուղղակի իրականացնելն է, ինչի մասին արդարացիորեն նաև այդ նույն հարցազրույցում խոսել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն մեր նպատակն այն չի, որ 48 ժամով մեկը դառնա վարչապետի թեկնածու եւ դրանից հետո որոշումը չկայացվի եւ 6 ամիս զրկվենք անվստահություն հայտնելու հնարավորությունից։ Նպատակը հաջողության հասնելն է, իսկ հաջողության համար պետքա ոչ թե 36, այլ 54 падգամավորի աջակցություն։ Իսկ 54 падգամավորը պետքա լինի սկզբից 6, հետո 28, հետո եւս 2, հետո եւս 10, հետո եւս 10, տենց մինչեւ որ հասնենք մեր ցանկալի, այսինքն պետքա հերթով լինի։ Եթե 6 падգամավոր ստորագրել են եւ 28-ը չեն միանում այդ նախաձեռնությանը, բնականաբար 54-ին հասնելը դառնում է ավելի դժվար, ոչ թե անհնար, այլ ավելի դժվար։ Այսինքն ստացվում է, որ Հայաստան խմբակցության падգամավորները, բացի դրանից, որ սեփական նախաձեռնություն չեն ցուցաբերում անվստահություն գործընթաց սկսելու համար դեռ 2022 թվականի օգոստոսի 2-ից, այլ պարզվում է նաև իրենց հերթին խոչընդոտներ են ստեղծում դա իրագործելու համար։ Եվ այդ մասին օբյեկտիվ արձանագրումներն էլ համարում են իրենց հասցեին որպես թիրախավորում, ինչը որ ասեցինք անմտություն է։ Հարգելի Մարիաննա, այդ նույն հարցը ես եմ ձեզ տալիս։ Այդ նույն հարցը մենք տալիս ենք հանդիպումների ժամանակ։ Այդ նույն հարցը տրվել է երեկվա հանդիպման ժամանակ։ Պատիվ ունեմ հարգելի գործընկերներ, հարգելի Սերժ Սարգսյան, դուք օրինակ Ստեղ էլ կրկին մանիպուլատիվ իրենց ներքին խնդիրները ընդգծող ձևակերպումներ։ Սերժ Սարգսյանը, ինչպես եւ Ռոբերտ Քոչարյանը ազգային ժողովի падգամավորներ չեն եւ նրանք այս գործընթացում որոշում կայացնելու կողմ կամ դեմ լինելու հնարավորություն չունեն։ Հետևաբար որևէ մեկը, այդ թվում Տիկին Ագնեսա Խամոյանը կամ այն հանդիպման գնացած որևէ падգամավոր Սերժ Սարգսյանին հարցեր ուղղելու իրավունք չունի, ինչպես որ որևէ մեկը հարցեր ուղղելու իրավունք չունի Ռոբերտ Քոչարյանին։ Այս արշավները Հայաստան խմբակցության եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ անելու փոխարեն օրինակ խոսել եք ձեր նախկին գործընկեր, պատիվ ունեմ խմբակցության նախկին падգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ Պատասխանը մեկն է, ոչ չեն խոսել։ Նույն տրամաբանությամբ իհարկե Իշխան Զաքարյանի падգամավոր լինելը դա պատիվ չի բերում, պատիվ ունեմ խմբակցությանը, որ նախ առհասարակ թույլ են տվել նման խոցելի գործին հայտնվել իրենց համամասնական ցուցակում, դառնալ падգամավոր, դեռ խմբակցությունից դուրս գալուց հետո էլ շարունակել մնալ падգամավոր եւ համագործակցել իշխանությունների հետ, բայց նման խոցելի կարգավիճակում գտնվում է նաեւ Հայաստան խմբակցությունը, որովհետեւ նույն ձևով իրենց խմբակցության կազմից դուրս է եկել եւ իշխանությունների հետ ուղիղ համագործակցությանը անցել падգամավոր Գեգամ Նազարյանը եւ նրան ոչ ոք այդ մանդատից հրաժարվելու պահանջ Հայաստան խմբակցությունը չի ներկայացրել, նրա փոխարեն որևէ ընդդիմադիր հայացքներով գործիչ падգամավոր չի ընտրվել։ Հիմա ոնց որ Տիկին Ագնեսա Խամոյան ակնկալում է, որ պատիվ ունեմի падգամավորները պետքա խոսեն Իշխան Զաքարյանի հետ, կարծում եմ որ պետքա խոսեն եւ նրան փորձեն դարձի բերել եւ ես հուսով եմ որ դա կստացվի։ Նույն տրամաբանությամբ էլ Ագնեսա Խամոյանը, եթե կողմը անվստահության գործընթացին, պետքա պահանջի աշխատի, խոսի իր գործընկեր ուրեմն Գեգամ Նազարյանի հետ, որպեսզի նա նույնպես միանա գոնե իրենց այդ 28 ստորագրություններին եւ դրանք դառնան 29, ոնց որ ի սկզբանե եղել է խմբակցության падգամավորների թիվը։ Հիմա ասում եք գնացեք խոսեք, բա ով խոսի, եթե դու կողմ եք անվստահության գործընթացին, ուզում եք որ դա լինի, ով պիտի դա անի, եթե ոչ դուք։ Առավել քան անհիմն է, չէ՞, իմ կարծիքով Տիկին Ագնեսան նաեւ այս դեպքում։ Իրենք գիտեք ինչ են ասում։ Իրենք ասում են, այս ձեր ստորագրությունները տվեք մեզ, տանենք մեր սեյֆի մեջ պահենք։ Նման բան իրենց ոչ մեկ չի ասում, սա պրիմիտիվ մակերեսային դատողություն եւ մեկնաբանություն է, կա պարզ օրենքով ազգային ժողովի կանոնակարգով սահմանված ընթացակարգ։ Այսինքն, եթե ազգային ժողովի падգամավորները ցուցաբերում են նախաձեռնություն, նախաձեռնության տակ դրվում է падգամավորների ստորագրություններ։
ու այդ ստորագրությունները դրվում են շրջանառության մեջ, երբ որ դա քաղաքական եւ իրավական իմաստով այդ խնդիրը լուծում, այսինքն տվեք ձեր ստորագրությունները տանենք դնենք մեր սեֆի մեջ, ես չեմ կարծում, որ տիկին Ագնեսա Խամոյանի կամ Աղվան Վարդանյանի կամ Գեգամ Մանուկյանի ստորագրությունները դրանք այնպիսի արժեքավոր ցուցահանդեսային նմուշներ են կամ այնքան արժեքավոր իրենց ոսկյա զարդեր կամ չգիտեմ դոլարներ են, այս թանկարժեք իրենց ադամանդակուռ ինչ-որ բաներ են, որ պետք է տանել դնել սեյֆերում, ոչ, նման անհրաժեշտություն չկա, դա նախաձեռնություն է, որի տակ պետք է դնել ուղղակի ստորագրություն եւ դառնալ նախաձեռնության հեղինակ, որովհետեւ եթե որևէ մեկը որևէ նախաձեռնության տակ ազգային ժողովում դնում է իր ստորագրությունը, ինքը դառնում է համահեղինակ։ Իսկ երբ որ падգամավորը դառնում է նախաձեռնության համահեղինակ, ինքը ոչ թե մյուս падգամավորներից, համահեղինակներից պահանջներ է ներկայացնում, ասում է գնացեք ինձ համար սա բերեք, գնացեք էս արեք, գնացեք սրա հետ խոսեք, գնացեք Ագնեսա Խամոյանը ազգային ժողովի այդ բանը չի, էլի կուրատորը չի ընդդիմության, որ հանձնարարականներ, այդպես կուրատոր ոչ մեկ չի։ Ամեն падգամավոր ունի հավասար կարգավիճակ։ Եվ եթե ինքը գտնում է, որ միացել է այդ նախաձեռնությանը, որովհետև 28 ցուցակի մեջ նաև իր անունը կա, նա ոչ թե որևէ մեկին, падգամավոր գործընկերներին, ինձ, Նարեկ Մայլյանին կամ այլ քաղաքացիներին պիտի հանձնարարություններ տա, թե մենք ինչ անենք, այլ ինքը որպես նախագծի հեղինակ անի իր առավելագույնը, արդեն իր համահեղինակած նախագիծը առաջ մղելու եւ այն հաջողության տանելու համար։ Պարզվում է ինքը դա չի անում եւ դա պահանջներ է ներկայացնում։ Իսկ երբ որ մենք ասում ենք, որ դուք դա չեք անում, ասում եմ, չհասկացան, չեք մեզ թիրախավորում։ Դուք միայն ինչ չեք թիրախավորում, դուք նաեւ թիրախավորում եք Ռոբերտ Քոչարյանին։ Անմիտ։ Մենք էլ սեյֆ ունենք։ Դուք ինչ եք կարծում, որ ձեր մոտ ապահով է, մեր մոտ ապահով չի։ Մեզ մոտ շատ վստահեցնում եք, Բան չունեմ ասելու, կարող է Հայաստան խմբակցության падգամավորները, այո, ունեն սեյֆեր, այդ սեյֆերում կան շատ արժեքավոր իրեր, տարբեր սեփականությունների վկայականներ, տարբեր ընկերությունների բաժնետոմսեր, բաժնեմասեր, կանխիկ գումար, որը նաև իրենք բարեխղճորեն հայտարարագրում են եւ մենք ծանոթ ենք դրանց բովանդակությանը, բայց դա մեզ չի հետաքրում, մեզ հետաքրում է իրենց քաղաքական դիրքորոշումը, ոչ թե սեյֆերում դնելու, այլ այդ դիրքորոշումը այլոց դիրքորոշմանը միացնելու եւ այն առաջ մղելու կյանքի կոչելու, եթե իհարկե նրանք այդ ցանկությունը ունեն։ Իսկ տիկին Ագնեսայի հարցազրույցից անկեղծ ասած ես տպավորություն չունեմ, որ մասնավորապես ինքը ունի նման ցանկություն։ Մյուս падգամավորների Հայաստան խմբակցության դիրքորոշումներից ցավոք սրտի տպավորությունները նույնն են առայժմ։ Չէ, ես համաձայն եմ ձեզ հետ, որ զավեշտալի է հնչում։ Զավեշտալի է հնչում նաև ժողովրդի համար։ Ժողովուրդը տեսնում է, չէ, որ պատիվ ունեմ խմբակցությունը ստորագրում է ձևաթուղթ, մարդիկ իրենց քարոզչա մեքենան ասում է, ահա, տեսեք, իրենք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, Հայաստան խմբակցությունը համանման ձևաթղթի տակ դնում է իր падգամավորների ստորագրությունը, ասում են Հայաստան խմբակցությունը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Զավեշտալն է, իհարկե։ Չկրկնեմ, սրան արդեն անդրադարձել եմ, Հայաստան խմբակցության падգամավորների ստորագրությունը Նիկոլ Փաշինյանի մնալու կամ գնալու հետ բացարձակապես որևէ կապ չունի, դա անհասկանալի ցուցակ է։ Իսկ եթե Հայաստան խմբակցության падգամավորները ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, նրանք կարող են անել երկու քայլ։ Առաջինը հեղինակել սեփական նախաձեռնություն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի։ Իդեպ մինչև պատիվ ունեմ իմ մեկնարկը, պատիվ ունեմ ասել էր, որ իրենք պատրաստ են միանալ նախաձեռնությանը չունեն տեխնացու եւ լրագրողների հարցերին ի պատասխան խմբակցության ղեկավար Հայկ Մամիջյանն ասել է, որ իրենք պատրաստ են նաեւ աջակցել Ռոբերտ Քոչարյանի տեխնացությանը կամ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված որևէ այլ ցանկացած տեխնացուի։ Այդ հայտարարությունից հետո էլ երկար ժամանակ անցել էր Հայաստան խմբակցությունը չի առաջադրել վարչապետի տեխնացու, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ինչը կարծում եմ որ տրամաբանական կլներ, եթե առաջադրեին, որովհետև նա այդ իրենց համամասնական ցուցակի առաջի համարն է եղել, իսկ առաջի համարը արդեն վարչապետի տեխնացու է։ Եթե նրանք 26 թվին որոշեն մասնակցել ընտրությունների եւ Ռոբերտ Քոչյանը ղեկավարի որևէ կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակը, ապա իրավունքի ուժով կդառնա վարչապետի տեխնացու։ Հետևաբար, եթե որևէ մեկը կարա դառնա վարչապետի տեխնացու, կարա դառնա ոչ միայն 6 ամիս հետո, այլ նաև 6 ամիս առաջ։ Հիմա
Եվ տրամաբանական կլներ, եթե նրանք նման առաջադրում անեն, բայց իրենք նման առաջադրում չեն արել, որից հետո է պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնել այս գործընթացը, որին իրենք չեն միացել եւ հիմա չգիտեմ ինչ են ուզում դրանով ներկայացնել։ Գիտեք, սա շատ անազնիվ այն իմաստով, որովհետեւ իրենք կարող են նաեւ մերժեն, օրինակ ասել, մենք չենք ընդունում անվստահության գաղափարը, մենք կամ աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, ինչպես ասում են քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ, առայժմ կամ էլ կարող է ոնց որ ի սկզբանե ասել, սա անլուրջ է, իրատեսական չի եւ այլն, մենք սրա հետ ընդհանրապես կապ ոչ եկեք, ոչ մեզ առաջարկեք, ոչ մեզ այս հարցով քննարկեք, մենք դեմ ենք անվստահ, բայց իրենք դա չեն ասում, այսինքն մի կողմից հասկանում են, որ այս անվստահության գործընթացը հասարակական պահանջ ունի, իսկապես լուրջ է, իրավական հիմքեր ունի, միակ շանսն է հնարավորությունն է Նիկոլ Փաշինյանը, բայց մի կողմից չեն ուզում միանան, բայց ուզում են ցույց տան, որ իբր միացել են, այդպես չի լինում, սա ինքան պարզ բան է։ Միացողը գնում է, հիմա ասենք թե ազգային ժողովում բացի էսի կոչվում է օրենսդրական նախաձեռնություն։ Կան նաև այլ օրենսդրական նախաձեռնություններ, ասենք օրինակ, չգիտեմ, Հայաստան խմբակցությունը նախաձեռնել էր հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու օրենքի հիմա այդ օրենքի նախագծի տակ, որ падգամավորները Հայաստան խմբակցությունից իրենց ստորագրությունը օրենքի նախագծի տակ դրել են, որևէ մեկը կարող ասի, որ իրանք այդ նախագծի տակ չեն ստորագրել։ Բայց ստորագրել են, ո՞նց կարաս ասես չեն ստորագրել։ Եթե պատիվ ունեմ խմբակցության падգամավորները դրան չէին միացել։ Ո՞նց կարաս ասես, որ իրանք միացել են այդ օրենսդրական փաստ գոյությունը, չէ, խոսելով չի, խափելով չի։ Եթե միացել ես, այդպես է նախաձեռնությունը, սա միայն իմպիչմենտին չի վերաբերում, սա վերաբերում ազգային ժողովում քննարկող բոլոր օրինագծերին, բոլոր հայտարարությունների նախագծերին։ Ես ամեն ինչը զավեշտալի եմ, ավելի վատ բան ձեզ ասեմ, իմպիչմենտի գործընթացն են վերածել զավեշտի։ Իմպիչմենտի գործընթացը այսօր ծաղրի է ենթարկվում։ Իրենք ծաղրի են վերածել այս ամբողջ process-ը։ Ուրեմն իր падգամավոր լինելը ծաղր չի։ Իր գործունեությունը, այս հայտարարությունները ծաղր չի։ Իրանց 4 տարվա պարլամենտում գտնվելը ծաղր չի։ Իրանց մինչև հիմիկվա նախաձեռնած բոլոր շարժումները, որոնք տապալվել են, ծաղր չի։ Այն ինչ սահմանադրությամբ գրված է, եւ իրանց պարտականությունն է, որ պիտի անեն, ասում է ծաղր է։ Այն դեպքում, երբ որ այդ իմպիչմենտի գործընթացը, երբ որ նախաձեռնել ենք, արդուն ենք շարժումով, դա արդեն իրենց անգործության ապացույցն է, որովհետև այդ իրենք պիտի անեն առանց մեզ իրաց նամակներ գրելու։ Այդ հնարավորությունը падգամավորներն ունեն 22 թվականի օգոստոսի 2-ից։ 22 թվականի օգոստոսի 2-ին չեն արել, սեպտեմբերի 15-ին ժողովուրդը հավաքվել է փողոց չեն արել, 23 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի բռնազավթման ժամանակ ժողովուրդը դուրս է եկել փողոց, իրանց խմբակցության падգամավոր իշխան Սաղաթելյանը եղել ազգային կոմիտեի կազմում չեն արել, 24 թվականի սրբազան պայքարը նախաձեռնել է Բագրատ Սրբազանը իրանց խմբակցության առնվազն 2 падգամավոր ամբողջ ժամանակ են եղել Սրբազանի կողքին, Գառնիկ Դանելյանը, Արթուր Սարգսյանը, եկե հասել են հրապարակ, այդ ժամանակ էլ իմպիչմենտ չեն արել, հիմա եկել ենք արդեն մնացել է պարլամենտին մի տարի, ասում ենք լավ, գոնե վերջին տարին էս վերջին հնարավորությունը կլինի Նիկոլ Փաշինյանից ազատվենք առանց իր գնակ ընտրությունների, որ գոնե ընտրվելու շանս ունենակ, որովհետև իր հետ որ գնում եք ընտրությունների, ինքն է վերընտրվում իշխանազավթման արդյունքում։ Մի քիչ է ձեր մասին, երկրի մասին, եթե չեք կարող մտածեք, մի քիչ է ձեր մասին մտածեք, որ չկործանվեք, որովհետև այդ կործանողները Ագնեսային կործանելու բան չկա, բայց ափսոս է Ռոբերտ Քոչարյանը, ափսոս է Սերժ Սարգսյանը, իբրև Ամերիկի նախկին նախագահներ, որ նրանք հայտնվեն ադրբեջանական բանտերում, որովհետև ադրբեջանական բանտում իրանց կարգավիճակի հիմա 3 մարդ կա, 3 նախագահ կա հայկական պետության, որը նստած է Բաքվի բանտում, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել այս բանտում հələ 2 հոգու տեղ կա, այդ ինձ ու Ագնեսային նկատի չունի։ Այդ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանը նրանց հանձնելու է ադրբեջանական բանտին, եթե մենք Նիկոլ Փաշինյանին չհեռացնենք։ Իսկ հեռացնելու համար պետք է քաղաքական գործընթաց, որը նախ վաղուց էր պետք նախաձեռնել։ Իսկ հիմիկվա նախ ռեալը ծաղրի են վերածել։ Ինքը չի ծաղրը։ Ես եմ ծաղրը, որ որպես քաղաքացի գնացել եմ Իրան, ներկայացնում եմ Հայաստանի սահմանադրությունը եւ ասում եմ որպես падգամավոր, խնդրում եմ կատարի քո որպես հանրային ծառայող քո պարտականությունը, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող կատարի քո խոստումը, որովհետեւ դու падգամավոր ես դարձել, որովհետեւ այդ խոստումն ես տվել։ Հերիք չի չեն անում։ Հələ մի համարձակությունը, ծաղր։
Ես ասում եմ մի падգամավոր, որը մի քվեկ չունի, այսինքն օրինակ պատկերացնում եք մի մարդ, որը Հայաստան դաշինքի օգտին քվեարկել է, որպեսզի Ագնեսա Խամոյանը դառնա падգամավոր։ Ես այս մարդու չեմ պատկերացնում, բայց այդ կարգավիճակի մարդը ընդ նստած ծաղր չի համարում։ Իր այդ ամբողջ գործունեությունը ծաղր չի։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, եթե դա ծաղր է, դուք նախաձեռնեք եւ իրականացրեք լուրջը դրա, ասենք impeachment-ի, թոյեսի կոչվի impeachment-ի վերսիայի գործընթացի տենց հումորային վարկածը, դուք սկսեք լուրջը։ Տեսնամ, ո՞րն է այդ լուրջը։ Ինչ եք անելու, որ դա լինի լուրջ։ Լուրջ չի, բայց առավոտի ցիրիկուն դրա մասին են խոսում։ Խմբակցություններով հայտարարություններ են անում, բա որ լուրջը դեր ինչ եք անելու։ Անլրջացրել են այս ամբողջ process-ը։ Հիմա հենց այդ խնդիրը ո՞րն է։ Մենք ասում ենք մեր 28 ստորագրությունները, մեր 28 падգամավորների, բոլոր падգամավորների ստորագրությունները կա։ Գնացեք, խոսեք քպական падգամավորների հետ։ Գնաց Պատկերացնում եք, ասենք բանը, Իշխան Սաղաթելյանը հրավիրել էր Դիմադրության շարժման հանրահավաք, մենք ընտանիքով հրապարակում ենք մեր ընտրողների ցուցակը, ասում ենք հաշվեք, որ մենք կանք, մեր տանը նստած ենք, որ պահին, որ Նիկոլ Փաշինյանին կհեռացնեք, ամփոփիչ հանրահավաքին կգանք մենք կմասնակցենք։ Կամ հիմա լելու է ընտրություն, չէ, գնալու են մասնակցեն։ Ես պիտի հրապարակեմ մեր տան ընտրողների ցանկը, արդեն 4 ընտրող կա մեր տանը, ես, կինս եւ մեր երկու երեխաները, արդեն չափահաս են երկուսը ընտրող են։ Մենք կհրապարակենք մեր 4 ընտրողների ցանկը, կասենք դուք մեր այդ գործ չունեք, վստահ եղեք, որ մենք ձեր օգտին կքվեարկենք։ Մենք ընդդիմադիր ենք։ Դուք գնացեք այն 680,000 նիկոլականների հետ աշխատեք։ Գնացեք դրանց ձայները բերեք։ Մերը հեսա, մեր ձայները այստեղ են։ Մենք հրապարակում ենք մեր ընտանիքի ձայները։ Դուք գնացեք այն 680, այ երբ որ կեթակ, այն 680,000-ը կբերեք, այդ ժամանակ մենք մեր 4 ձայնը կտանք այդ 680,000 ձայներին։ Եթե ես դες բան չեմ ասի, մեկը չի ասի, կարող է դու խելառ ես կամ մեզ ձեռ ես առնում։ Բայց մենք հիմա ինչ ասենք այս մարդկանց։ Բայց երբ որ իրենք Հայաստան դաշինքով առաջադրվել էին падգամավորի տեխնացու, ես չէի հրապարակել մեր ընտանիքի անդամների ցանկը։ Իմ մեքենան վերցրել էի, գնացել էի Վայոց Ձորի գյուղերում ու հովանավորներ չունեի ի տարբերություն կամ ինչպես ներկայացնում է Տիկին Խամոյանը, ոչ ինձ բենզինի փող տվող էր եղել, ոչ հաց ուտելու փող տվող էր եղել, որ մնալու փող տվող էր եղել։ Ավտոս վերցրել ընկած գյուղերով Հայաստան դաշինքի քարոզ էի անում։ Իրենց նախընտրական հանդիպումներին էի մասնակցում Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, որպեսզի ընտրվեն։ Այսինքն ես ասում եի գնացեք ընտրվեք, ես կգամ ձեզ կմիանամ, թե վերցրել էի ամեն ինչով պայքարում էի, որպեսզի դուք ընտրվեք։ Որ ընտրվեք, ինչ անեք։ Ձեր պարտականությունները չկատարեք, ձեր խոստումները չկատարեք, ես էլ որպես ձեր ընտրող կամ խնդրեմ ասեմ կլինի, այն մնացած խոստումները որ չեք անում, այդ ձեզ։ Բայց գլխավոր խոստման առումով կլինի ինչ-որ բան անեք։ Հիմա դե ծաղրում են մեզ։ Ուրեմն սրանց պատճառով մենք սաղը զրկանքների ենք ենթարկվել։ Գործից հանել են, շենքի բակում ծեծել են, քրեական գործերը հարուցել են, մի քանի անգամ ձերբակալել են, քաղաքացիական հայցերը ներկայացնում են միլիոնավոր դրամների մեր, այդ սաղ ես այդ զրկանքները կրում եմ, Տիկին Խամոյանը չի կրի այդ զրկանքները, որովհետև ինքը դրա արդյունքում իմ այդ զրկանքը, ես մենակ չեմ, հազարավոր մարդիկ այդ զրկանքները կրել են ոստիկանություններով, գործից հանելով, ամեն ինչով, ներվեր չեմ ասում։ Որպեսզի ինքը դառնա անձեռն մխելի, իրան այդ ամեն ինչը չի սպառնում։ Այդ անձեռն մխելից բացի մի հատ էլ 800,000 դրամ ամսական աշխատավարձ, մի հատ էլ արտասահմանյան գործուղումներ, Երևանում ազգային ժողովի շենքում պահպանվող տարածքում աշխատասենյակ իր բոլոր պայմաններով, սենց հասարակական որոշակի դիրք, թոշակի գնալուց հետո աշխատավարձի 70%-ի չափով թոշակ պիտի ստանա հեսա, այս սաղ իր համար մենք սարքետ դրել ենք, որպեսզի մենք որպես քաղաքացի իրանցից բան խնդրենք, իրանք մեզ ասեն ծաղր եք անում։ Հեսա կտենակ ծաղրը ոնց են անում։
Ցեք ձեր նախկին գործընկեր Իշխան Զաքարյանի հետ խոսեկի վերջո, Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հետ խոսեկի վերջո։ Գեգամ Նազարյանի անուն չի տալի։ Հետո ասում գնացեք խոսեք, այսինքն ով պիտի գնա խոսի, եթե ոչ դու։ Եթե դու կողմնակից եք իմպիչմենտին, ինչի՞ չեք ասում ես կգնամ խոսեմ Գեգամ Նազարյանի հետ։ Ես ինքս կգնամ խոսեմ Հովիկ Աղազարյանի հետ։ Իմ ստորագրությունը կդնեմ իրանց նախաձեռնության տակ, օրինակ տարբերակա, չէ՞։ Կասեմ ես ձեր նախաձեռնությանն եմ միանում։ Դուք էլ եկեք այս նախաձեռնությանը երկու հոգով միացեք։ Կլինի միանգամից եւս երկու ստորագրություն։ Կգնանք Էմյուսի Երբ որ Հայաստան խմբակցությունը իրենց Մանվել Բադալյանի տեխնատությունը առաջադրել էին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Սեյրան Օհանյանը վեր կացավ գնաց Հայկ Կոնջորյանի հետ հանդիպում ունեցավ քննարկեցին որոշեցին ԿՊ-ն անհրաժեշտ թվով ձայներ տվեց Մանվել Բադալյանին ընտրեցին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ հիմա նա հանձնաժողովի անդամ է առաջադրվել է Հայաստան խմբակցության կողմից ընտրվել է նաև ԿՊ-ի ձայներով Բայց Մանվել Բադալյանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ելնելը ավելի կարևոր սկզբունքային հարց էր ձեր համար, քան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը, բան չի չեք գնում խո, թող գնա խոսեն, այսինքն ինքը ընտրվել է պատգամավոր, ոչ թե որ ինձ որպես քաղաքացու ծառայություններ մատուցի, այլ հանձնարարություններ տա, այսինքն բանը ինքը քաղաքացուն հանձնարարություններ տվող է Մաքուր քպեական դիրքորոշում էլ, ասենք հիմա ինչ տարբերություն, Ալխազ Ղազարյան թե Ագնեսա Խամոյ, երկուսն էլ արժանիք չունեցող մարդ դարել են պատգամավոր, երկուսն էլ սեփական կարծիքը դրած ինչ-որ անհասկանալի բաներ են խոսում։ Գեգամ Նազարյանի հետ գնացեք խոսեք, բայց են գիտեք ինչ են ասում։ Գեգամ Նազարյանին իրանք բերեն սարքեն պատգամավոր, Գեգամ Նազարյանը իրանց խմբակցությունից դուրս գա գնա դառնա Նիկոլական Իրանք դրա հետ խոսալու բան չունեն, ես պիտի գնամ Գեգամ Նազարյանի հետ խոսեմ։ Ես է գնացի։ Գնացել է ազգային ժողով, հանդիպել եմ Գեգամ Նազարյանի հետ։ Պարզվում մարդը անտեղյակ մենակ փող է ստանում։ Ոչ կառավարությունը չգիտի, որ կառավարությունը ծրագիր ունի, ինքը պիտի դա վերահսկի։ Այ կամ եթե ասեն օրինակ, որովհետև հրապարակային դեռևս չեմ տեսել, որ այդպիսի արձանագրում արել են, բայց զրույցների ժամանակ ասում են մեզ պետք է այդ ստորագրությունները տեխնիկապես մեր մոտ լինի։ Տալիս ենք ձեզ։ Գնում եք բանակցությունների, քպական պատգամավորների հետ գնում եք բանակցությունների, իսկ որևէ ծրագիր մեզ այդպես էլ չի ներկայացվել։ Ոչ այդ Պատկերացնում եք, sense պիտի իրանց ծրագիր ներկայացվի, sense բանը էլի։ Փաստորեն sense ա եղել այդ Հայկ Մամիջանյանի եւ Հայաստան խմբակցության պատգամավորների հանդիպումը, sense դատարան է նստած, sense դատավոր, նախագահող դատավոր Իշխան Սաղաթելյանը, որտեղ ասուլիս հետո ճեպազրույց ինքնատիվ է դրա համար եմ տենց ենթադրում։ Կողքը նստած են ատենակալներ Սեյրան Օհանյանը եւ Աղվան Վարդանյանը եւ քննում են դատարանում, բարձր դատարանը քննում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համարձակություն ցուցաբերած Հայկ Մամիջանյանին։ Հələ մի ասա տենանք, ինչ ծրագիր ունեք։ Թևերը կշտած մի հատ ատենակալ Պարոն impeachment, ինչ ծրագիր ունեք, երբ է իրականացվելու այդ ծրագիրը, քանի մարդ է միացե, երկու հոգին ամսի քանիսին են միանալու, 18 հոգին ամսի քանիսին են միանալու, ովքեր են լինի, ինչ աշխատանք եք տարել, հələ մի ասեք տենանք փողոց երբ եք գեներացնում, ամսաթիվ, չտանեք թողնեք խորը աշուն, Նաև օգոստոսին չլինի, որ շատ շոկ չլինի, այդ բաներն են, ատյանն է, պիտի մենք էլ այս ծրագրեր ներկայացնենք, այսինքն ոչ թե իրանք պետք է միանան նախաձեռնությանը, բոլորի հետ միասին ակտիվ աշխատեն, ջանք ու եռանչխան, չէ, իրանք ընդամենը կարան տան իրենց ստորագրությունը, որը որ չեն էլ տվել։ Երեք ներկայացվել, ոչ դրանից առաջ է ներկայացվելու, եւ ես վստահ եմ, որ չի էլ ներկայացվելու, որտեղ խափում են ժողովրդին, որովհետեւ impeachment իրականացնելը իրատեսական չի, բայց մենք միև Գիտեք ինչն է իրատեսական։ Իրատեսական էր ուղղակի հանրահավաքներ անելը։ Օրինակ ժողովուրդ միացնում ենք մեր հեռախոսի լույսերը։ Իրատեսական չէ՞, չի միացել։ Միացել է։ Բոլոր հեռախոսի լույսերը քայլում ենք Երևանի փողոցներով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Չի տվել հրաժարական։ Այդ իրատեսականն է եղել։ Իսկ impeachment-ը, որ իրանցից է արդեն բան պահանջում, ոչ թե ժողովրդից,
Որ ոչ թե սրան նրան մեղադրեն, այլ իրենք պարտավորություն ստանձնեն, ջանք գործադրեն, որ անեն, դա իրատեսական չէ, ով է որոշե եթե իրատեսական չլներ սահմանադրությունը, չի պիտի այդ ինստիտուտը նախաձեռնի։ Ինչ քայլ է կարել, որ պարզվել է իրատեսական է, թե իրատեսական չի։ Հա, իրատեսական էր նաև Արթուր Ղազինյանին 15 անգամ Անդրանիկ Քոչարյանի տեղակալի պաշտոնում առաջադրել է։ 15 անգամ Հայաստան խմբակցությունը առաջադրել է Արթուր Ղազինյանի տեխնացությունը։ Արդյունքում Արթուր Ղազինյանը ոչ միայն չի ընտրվել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, այլև հրաժարվել է իր մանդատից եւ հիմա падգամավորել չի։ Եվ նույնն է, անգամ այդ պայմաններում ասել ենք, որ միևնույնն է, մենք մեր 28 ստորագրություններ տալիս ենք։ Գնում եք քպական падգամավորների հետ, ասում եք, ներողություն եմ խնդրում, ասում եք, որ քպական падգամավորները կարող են մեզ ասեն, բա ուր է Հայաստան խմբակցության 28 падգամավորների ստորագրությունները, հեսա տալիս ենք։ Գնում եք բանակցությունների տալիս ենք։ Մենք ասել ենք, երբ որ մուտք անեք ազգային ժողով, այս 28 ստորագրությունները ապահով դրված է։ Այսօր ապահով իր տեղում դրված է։ Շատ արժեքավոր ստորագրություններ էլ ափսոս է, էլի մի ժամ շուտ տալը։ Հենց ֆիզիկապես ձեր մոտ լինեն։ Հիմա կարան ողջախոհ կասկածներ եւ տարատեսակ մեկնաբանությունների օրինակ տեղիք տա, որ այդ ստորագրությունները ուզում եք, որ օրինակ գնաք Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ հարցերի շուտ բանակցեք։ Կարող են նման կասկածներ լինել։ Այո, կարող են նման կասկածներ։ Դուք հասկացաք, չէ՞, Ագնեսա Խամոյանի ողջախոհության աստիճանը։ Այսինքն Ագնեսա Խամոյանը, երբ որ իրան ասում են, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին սկսած падգամավորներին, որտեղ կա վարչապետի տեխնացու Դավիթ Համբարձումյանի անունը, ստորագրեք, իր մոտ ողջամիտ կասկած առաջացել, որ սա ուղղված է Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար։ Սա իր կարծիքն է իր ողջախոհության մասին։ Թող մեր ժողովուրդ իմանա, թե ողջախոհության ինչ բարձր մակարդակ ունի ազգային ժողովի падգամավոր Ագնեսա Խամոյանը, որը իդեպ դիրքավորված է իբրև ընդդիմադիր падգամավոր, իցավ բոլորիս։ Հասկացնել լինել։ Ի՞նչն է խնդիրը։ Սեյֆի կոդն է խնդիրը, չեմ հասկանում։ Մեր մոտ էլ է ապահով դրված, բայց զադերժկան ինչու՞ն է, սկսեք։ Այդ 36%։ Զադերժկան ինչու՞ն է, բա 2022 թվականի օգոստոսի 2-ից դու որպես ազգային ժողովի падգամավոր Տիկին Ագնեսա կարող էիր ինքդ սկսեիր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Բայց զադերժկան ինչու՞ն է եղել։ Կարող է Նիկոլ Փաշինյանին պաշտպանելն է եղել։ Ստորագրությունը չէ, խնդիրը 54-ն է, երբ որ 54 ստորագրությունը լինի, իրենք մուտք կանեն խորհրդարան։ Շատ լավ, Դեպասրույցում լրագրողների հարցերի շատ լավ, հիմա մենք ասում ենք, դուք ունեք 6 ստորագրություն, այս էլ մեր 28 ստորագրությունը, գնացեք, ձեր ստորագրությունները, մեր ստորագրություններն էլ կտանք բանակցությունների համար, եթե ձեզ այդքան պետք է ֆիզիկապես, որ ձեր ձեռքին լինի, տալիս եք, գնացեք քպականների հետ բանակցեք, բայց այս մի քանի Հանկարծ չանհանգստացեք Տիկին Խամոյանին, որ ինքը քպեականների հետ բան։ Ինքը քպեականների հետ կարա գնա օրինակ գործուղման։ Ոչ միայն ես նկատի չունեմ անձնապես իրեն, ասենք օրինակ իրենց խմբակցության այլ падգամավորներ։ Օրինակ Աղվան Վարդանյանը ընդգրկված ա եղել Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում Մերձբալթյան երկրներից մեկը գործուղման ժամանակ։ Գառնիկ Դանելյանը իմ շատ հարգելի իմ լավ ընկեր բարեկամ ընդգրկված ա եղել Ռուբեն Ռուբինյանի պատվիրակության կազմում Շվեդիա կատարած գործուղման ժամանակ։ Ունդեղ չեն քննարկում իրենք այդ հարցը անվստահության, որովհետև իրենք հանձնարարում են, որպեսզի դրանով զբաղվեն ուրիշները, բայց ոչ իրենք, որովհետև իրենք ուզում են անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ մեկից չեն ասում, թե այդ իրենց ուզելը ոնց է արտահայտվում։ Դուք տեսել եք որևէ քպական падգամավորի հետ այսպես կոչված աշխատանք։ Գուցե կուլիսներում աշխատանքները Այո, մենք տեսել ենք քպեական падգամավորների հետ աշխատանք ձեր խմբակցության ղեկավարի կողմից Մանվել Բադալյանին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրելու համար։ Տեսել ենք այդ աշխատանքը, բայց չենք տեսնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացում։
Այսինքն Հայաստան խմբակցության ընդդիմադիր գործընկերներին թիրախավորում են, ամենավերջին զազրախոսություններն են հնչեցնում սոցիալական ցանցերում, հետո ասում են, բայց միևնույն է դուք պետքա տակ ձեր ստորագրությունները։ Իրանց պետքա միայն գովել, այսինքն իրենց չի կարելի քննադատել։ Եթե քննադատում ես ցանկացած քննադատական խոսք, դա կոչվում է զազրախոսություն եւ թիրախավորում։ Եթե մենք փառաբանենք նրանց վեհությունը եւ նրանց գործունեությունը, դա ընդունելի է, ինչը ցավոք սրտի արել ենք մինչեւ նույն։ Բայց ԿՊԱ-ական падգամավորներին մի թթու խոսք չեն ասում, լուրջ։ Իշխան Զաքարյանի հետ աշխատանքներ տան։ Ես ԿՊԱ-ական падգամավորներին թթու խոսք չասողն եմ։ Ինքը ասողը։ Mən թե չեն տանում։ Ես գիտեմ, որ տեխնացուն կարծեմ Հովիկ Աղազարյանի հետ ինչ որ հարաբերություններ է ունեցել կամ օրինակ ունի։ Օրինակ կարող են մեզ ասել այդ բանակցությունների արդյունքում ի վերջո Հովիկ Աղազարյանը համաձայնվել է, թե չի համաձայնվել, որտեվ իր հարցազրույցներից մեկում կարծեմ ասել է, որ ինքը այդ տեխնացուի տակ չի ստորագրի եւ իրենք էլ իրենց տեխնացույն են առաջ քաշել։ Այսինքն ոչ միայն Տիկին Ագնեսյան հանձնարարում է, որ ես Նարեկ Մալյանը, падգամավորները, մյուս նախաձեռ գնան իր հանձնարարությունները կատարեն, բանակցեն մյուս падգամավորների հետ, կարևոր նաև զեկուցեն արդյունքների մասին, ինքը որպեսզի իրազեկ լինի այդ արդյունքների մասին։ Էդմոն Մարուկյանին են առաջ քաշել։ Գիտեք, մեր ժողովրդը հիմար չի։ Ամեն ինչ շատ լավ հասկանում է, շատ լավ տեսնում է, իրականները շատ լավ ամեն ինչ լսում են եւ տեսողությունն էլ է շատ լավ մեր Ես ճիշտ եմ հասկանում։ Այդ ամեն ինչը մեր ժողովուրդը տեսնում ու հասկանում է։ Ինչ շատ լավ հասկացել է մեր ժողովուրդը։ Գործընթացի տապալումը ստացվում է, թե այն իրավիճակից, որը դուք հիմա նկարագրեցիք, փորձ է արվում կոտրել Հայաստան դաշինքի գլխի։ Իրենց փորձանք կլինի։ Այսինքն Հայաստան դաշինքից ակնկալվում է, որ իրանք սկսեն վարչապետին անվստահություն հայտնելու գոն։ Դա կոտրում են, ասում է, Հայաստան դաշինքի գլխին։ Հիմա ինքն էլ տեսեք Հայաստան դաշինքի գլխին թե ինչի պիտի Հայաստան դաշինքի հետ ինչ կապեցեք, բոլոր 107 падգամավորների նամակ են գրել, ասում մեզ են չեք թիրախավորում։ Լինի իրանց գլխին, ես դա ձեզ վստահեցնում եմ։ Նախ արձանագրենք, որ որևէ մեկը չի կարող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Հայաստան խմբակցության падգամավորների հետ խոսել շանտաժի լեզվով։ Տիկին Խամյանին ասեմ, որ այդ արձանագրման հեղինակը ինքը չի, այդ արձանագրման հեղինակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը։ Իսկապես չի կարելի շանտաժի ենթարկել որևէ մարդուն, առավել եւս իր պաշտոնական պարտականությունները կատարող պաշտոնյային, առավել եւս ազգային ժողովի падգամավորներին։ Տիկին Խամանին ասել, որ այդ արձանագրումները վաղուց կա եւ որևէ մեկը բացի դրանից, որ իրանց շանտաժի չի ենթարկում, նպատակ չունի ենթարկելու, նաեւ իրավունք չունի դա անելուց կպատժվի անպայման եւ խնդրանք առաջարկություն ներկայացնել падգամավորին իր պարտականությունները կատարելու հարցում։ Դա շանտաժ ընդունել, ընկալել է այն դեպքում ալնում, երբ որ մարդը ինքը հանդիսանում է շանտաժի զոհ։ Ես շատ մեծ անհանգստություն ունեմ, որ հիմա Տիկին Ագնես Ախամոյանը թիրախավորված է եւ հանդիսանում է շանտաժի զոհ։ Հակառակ դեպքում ինքը ընդհանրապես չի մտածի, որ այդպես բան կարա լինի։ Նա պետք է առաջնորդվի իր սեփական խղճով եւ համոզմունքներով։ Ես տենց եմ կարծում։ Որևէ մեկը չի կարող իր մտքով անցկացնել, որ Հայաստան խմբակցությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան իրենց ձեռքին խաղալիք կլինեն եւ իրենք մատերի վրա կֆրցնեն Հայաստան խմբակցությանը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մենք մեր ուղերձները ի տարբերություն իրենց շատ հստակ հայտարարում ենք։ Օրինակ ես հիշում եմ, Աստորեն շատ հստակ է, որ իրանք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չեն նախաձեռնելու, իրենց հստակ ուղերձ այն է, որ դրան իրանք չեն միանալու, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը մնալու է վարչապետի պաշտոնում։ Որ մեկ ամիս առաջ մայիսի 4-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ եւ դրանից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բառացի հայտարարել է. մենք չունենք տեխնացու։ Մենք չունենք տեխնացու, որովհետեւ մենք չենք ուզում իշխանություն։ Մենք ուզում ենք, որ լինի իշխանափոխություն։ Անկամ հիմա տեխնացու առաջադրելու պայմաններում նախաձեռնության հեղինակներն ասել են, որ ինչը որ իրականությունն է, որ այս գործընթացը հենց տենց է կոչվում, ոչ թե Դավիթ Համբարձումյանին վարչապետ ընտրելու գործընթաց,
այլ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ուղղակի անվստահության պայման է սահմանադրական վարչապետի տեխնացուի արկայությունը։ Իսկ մարդիկ ասում են, որ իրանց խնդիրն է այս պահին Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելը։ Ինչին, որը սենց սկզբունքային վճռականությամբ հանդես է գալի Տիգին Ագնես Ախամոյանը եւ հերիք չի ինքը դա այդպես է հանդես գալի։ Հետներ դա ներկայացնում է հերիք չի որպես իրանց խմբակցության դիրքորոշում ինչ իրավունքը չունի, խմբակցության դիրքորոշումը կարող արտահայտել միայն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, այնն էլ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշում, ինչի իրավունքը նույնպես չունի, որովհետև նախագահի դիրքորոշումները կարող է արտահայտել միայն նախագահն անձամբ կամ իր գրասենյակի ղեկավարը։ Հիմա դրանից հետո մի ամիս հետո հայտարարում են, որ մենք ունենք տեխնացու, ավելին հանրապետականը պատվիրակում է, պատիվ ունեմ խմբակցությանը սկսել գործընթաց, 35 րոպե հետո պատիվ ունեմ խմբակցությունը սկսում է այդ գործընթացը եւ որպես տեխնացու ընտրվում է, իդեպ այդ տային չեմ ճանաչում, Դավիթին չեմ ճանաչում ես, տարբեր դրական բայց կարծիքներ լսել եմ իր մասին։ Շատ կարևոր մի հատ արձանագրում։ Ագնես Ախամոյանը չի ճանաչում այն ընդդիմադիր քաղաքապետին, որը ղեկավարում է Հայաստանի խոշոր համայնքներից մեկը, Մասիս խոշորացված համայնքը, 26 նախկին համայնք ընդգրկող, որը 2021 թվականին Երևանի մերձակայքում գտնվող ընդ որում համայնքի ղեկավար, որը հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսինքն իշխանությանը հաղթող խոշոր համայնքի ղեկավար քաղաքական գործչին ընդդիմադիր իրեն համարող падգամավորը չի ճանաչում։ Վստահ եմ, որ Տիկին Ագնես Ախամոյանը ճանաչում է, ասենք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Որ լավ տղա է, սկսում է գործընթաց եւ իր ամենափորձառու հանրապետական կուսակցության խորհրդի անդամներից մեկին առաջադրում է տեխնացու։ Գիտեք, բայց հիմա մարդիկ կասեն ժամանակ կա, դուք չառաջադրեցիք, մենք առաջադրեցինք։ Բայց իրենք պաշտոնապես հայտարարում են, չէ՞, ասում են մենք տեխնացու չունենք։ Դրանից առաջ էլ պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերներն են տարբեր հարցազրույցների ժամանակ հայտարարել են, որ իրենք տեխնացու չունեն, քննարկվում էր երկրորդ նախագահին որպես տեխնացու առաջադրել։ Այո, առաջարկում են։ Բայց լուրջ չի սա, հարգելի Մարիանա, սա լուրջ չի։ Պարզա, երբ որ, այսինքն, մարդիկ ինչ-որ մի պահ տեխնացու չեն ունենում, ասում են, դուք ամենամեծ խմբակցությունն եք ընդդիմադիր, մենք ընդամենը 6 падգամավոր են, դուք 28, միգուցե դրա իրավունքը բարոյական իմաստով պատկանում է նաև ձեզ, դուք կարող եք առաջադրել ձեզ համար նախընտրելի ցանկացած տեխնացու, այդ իրավունքը մենք պատվիրակում ենք ձեզ, հետո տեսնում են, որ դուք չեք առաջադրում, բայց իրենք միևնույնն է լինելով գաղափարի կողմնակից առաջադրում են, լուրջ չի։ Լուրջ գիտեք որն է, որ Նիկոլ Փաշինյանը մենա վարչապետ, Ագնես Ախամոյանն էլ ազգային ժողովի падգամավոր։ Այսա լուրջ է։ Իսկ երբ որ պիտի Ագնես Ախամոյանը նախաձեռնի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, դա լուրջ չի։ Սիրելի Մարիաննա, սիրելի ժողովուրդ, սիրելի հասարակություն, լուրջ չի դա։ Լուրջ է, երբ որ Նիկոլը վարչապետ է, իրենք падգամավոր։ Դու չես կարող քաղաքականության մեջ մի ամիս առաջ մի բան հայտարարել, կես ամիս հետո մի հատ ուրիշ բան հայտարարել։ Այդ նույն տրամաբանությամբ 2018 թվականից առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստի ժամանակ, որ ինքը չի առաջադրվելու որևէ պարագայում երրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոն ստանձնելը, ասում էր, իմ համոզմունքով սխալ է, որևէ մեկը ասում էր, 2 անգամից ավել չպետք է հավակնի եւ չպետք է ստանձնի երկրի ղեկավարի պաշտոն։ Հիմա իմ մոտ դեժավյու է եւ մեր քաղաքացիների մոտ էլ է դեժավյու։ Դեժավյու է նաև այն, որ իրենց համամասնական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականի ընտրություններին մեզ վստահեցնում էր, որ իրենք կրելու են այդ ընտրություններում, որ իրենք հաղթելու են այդ ընտրություններում, որ դա եզակի շանս է Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար, եւ մենք էլ շատերս հավատացել ենք դրան, եւ շատ մարդիկ քվեարկել են այդ դաշինքի օգտին, ոչ թե որ դրա կազմում ընդգրկված է մեր շատ հարգարժան Տիկին Ագնես Ախամոյանը եւ նաեւ այլ падգամավորներ, որոնց մի մասին մենք նույնիսկ չենք էլ ճանաչում, անգամ ես որպես ակտիվ հասարակական գործունեության զբաղվող գործիչ նույնիսկ չեմ էլ լսել նրանց անունները Հայաստան խմբակցության մի շարք падգամավորների, մենք ոչ թե դրա համար ենք քվեարկում, այլ ռեալ շանս ենք տեսել այդ մարդու միջոցով, հատկապես Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, բայց պարտվել են իրանք Նիկոլ Փաշինյանին, պարտվել են։ Եվ հիմա ասում են, որ նորից ենք պատրաստվում գնալ ընտրությունների, որպեսզի նորից կրենք,
հաղթենք, այսինքն դա ինչ որ դեժավյու է առաջացնում, այսինքն պարտված գործիչները, որոնք արդեն Նիկոլ Փաշինյանին պարտվելու բավարար փորձառություն ունեն, պատրաստվում են երկրորդ անգամ պարտվելու, գիտեք ինչն է հետաքրքիր, որ իրանց հետո հարցում են, ասում են, բա ինչ էիք ասում, կրելու ենք, եթե պարտվելու եք, ասում, բա խո չենք ասի, բանը պարտվելու ենք, այսինքն նաև ուզում են ասեն, այս Տիկին Ագնեսյանն է կարծեմ, ասես իրանից եմ հիշում է, բա խո չենք ասի, որ մենք պարտվելու ենք, գիտեինք, որ պարտվելու ենք, բայց ասել ենք, որ հաղթելու ենք։ Դեժավյու։ Ասում են մի ամիս առաջ ասում եք տեխնացու չունենք, հիմա ասում եք ունենք։ 18 թվականից առաջ ասում եք երրորդ անգամ չի առաջադրվի, հետո 1500 պատճառ բերեցի ժամանակ անվտանգային նկատառումները հիմք ընդունվեցին, հիմա է երրորդ նախագահի թիմը կարծում է, որ ամենահարմար պահն է Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար։ Իրենց հայտարարություններում դա կարմիր թելի պես անցնում է։ Իհարկե ամենահարմարը չի, շատ ավելի շուտ պետք է Իրանք իրենց հայտարարության մեջ նաև հայտարարել են, որ անհապաղ պետքա գործընթացը սկսեն։ Շատ լավ։ Նաև Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ին հայտարարում էր, որ փողոցային պայքար է սկսելու։ Սկսեք, ընկերներ։ Սկսել են Տիկին Խամոյան, սկսել են անվստահության գործընթաց, միամտորեն մտածում էին նաև մենք, որ դուք առաջինների թվում պետքա միանաք այդ գործընթացին, բայց պարզվում է, որ դուք չեք միանում։ Զադերժկան ինչու՞մն է, ես դա եմ ուզում ասել։ Զադերժկան ձեր պահվածքն է եւ ձեր քաղաքական դիրքորոշումն է։ Եթե շուտ միանայիք, այդ գործընթացը ավելի արագ թափ քաղաքի կանցնի հաջորդ փուլին։ Առայժմ Զադերժկան դուք եք Հայաստան խմբակցության միասնական դիրքորոշմամբ։ Կնան։ Եթե մենք ասում ենք այս 28 ստորագրությունները ապահով իրենց տեղում է։ Դուք էլ ապահով եղեք ձեր տեղում, մինչև որ հանրային մեծ հոծ բազմությունը կգա եւ կխնդրի ձեզ, որպիսի դուք ձեր ստորագրություններով մոտենաք Հայկ Մամիջյանի պաշտոնական մեկնարկած ձևաթղթին կամ նախաձեռնեք ձեր սեփական անվստահության գործընթաց։ Սկսեք, ընկերներ, սկսեք Հանրությունն պատգամավորների հետ, անկախ պատգամավորների հետ այսպես կոչված ինքը բան չունի անելու է։ Ձեր նախկին գործընկեր Իշխան Զաքարյանի հետ սկսեք աշխատանք։ Իրանց նախկին գործընկեր Գեգամ Նազարյանի։ Այս բոլոր հարցերին դեռ չկան պատասխաններ։ Եթե իրենք հայտարարում են, իրենց հայտարարության մեջ ասում են, որ անհապաղ պետքա սկսեն իմպիչմենտի գործընթաց, դա նշանակում է, պարզ տրամաբանությունը հուշում է, որ քո ամբողջ էներգիան եւ ուժերը պետքա կենտրոնացնես նրանց վրա, ովքեր որևէ պարագայում չեն պատրաստվում միանալ այդ գործընթացին։ Այդ ցավոք սրտի այդ կատեգորիայի մեջ են մտնում նաև Տիկին Ագնեսա Խամոյանը եւ Հայաստան խմբակցության մյուս падգամավորները առայժմ, որոնք սկզբունքորեն չեն ուզում միանան այդ նախաձեռնությանը։ Փական падգամավորները արդեն սկսված է, այսօր գործարարել է երրորդ նախագահը ճեպազրույցի ընթացքում։ Ես նախ ուրախ եմ, որ երրորդ նախագահը ստանձնեց այդ քաղաքական պատասխանատվությունը եւ ընդունեց, որ այն գործընթացը, որը սկսել էր Նարեկ Մալյան, Էդգար Ղազարյանի հետ միասին, իրականում դրա քավորը ինքն էր եւ Սա կրկին զրպարտություն է եւ սխալ տեղեկություն է։ Սերժ Սարգսյանը, որպես Հայաստանի առանցքային քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավար, ում եւ գործադիր մարմնի անդամների հետ նաեւ մենք հանդիպել ենք գործընթացը սկսելուց հետո, լսելով մեր տեսակետները, նաեւ պատիվ ունեմ խմբակցության падգամավորներ, ուղղակի ընդառաջ են գնացել եւ խելամիտ են համարել մեր առաջարկը, մեր հիմնավորումները եւ սկսել են գործընթաց։ Եվ այդ գաղափարին համաձայնություն տալը վկայություն չի այն մասին, որ այդ գործընթացը ի սկզբանե հեղինակել է Սերժ Սարգսյանը։ Սա անմիտ եւ զրպարտություն է, եւ անմիտ է եւ զրպարտիչ իր բովանդակությամբ նման հայտարարությունները, որովհետեւ Սերժ Սարգսյանը որևէ գործընթաց սկսելու համար քաղաքացիներ Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի կարիքը չունի։ Սերժ Սարգսյանը ինքը ինքնին հեղինակությունը, ինչպես որ ինքնին հեղինակությունը նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը նաև ունի որպես ղեկավարումը առանցքային կուսակցություններից մեկը, որի շարքերում կան բազմաթիվ հեղինակավոր գործիչներ, որոնց եւ նախկինում զբաղեցրած դիրքը եւ հեղինակությունը եւ ազդեցությունը հանրային շատ ավելի մեծ է, քան կարող լինի Էդգար Ղազարյանի կամ Նարեկ Մալյանի պարագայում, հետեւաբար նա նման բանի կարիք անգամ չունի։ Եվ այդ ամեն ինչը այտենց իր մինչեւ հիմիկվա ներկայացրած դատողություններից արդեն ենթադրենք պրիմիտիվ ուզությամբ փորձում ավակի զրպարտություն որպես ներկայացնել։
Եվ չնայած նրան, որ սկզբում փորձում էին տարանջատվել եւ փորձում էին ցույց տալ, որ որևէ քաղաքական միավորի հետ կապ չունեն, նախ արձանագրեմ, որ ուրախ եմ, որ արդեն հստակ է, որ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Իմպիչմենտի գործընթացի երկու նախաձեռնություն կա, հիշեցնենք Տիկին Խամոյանին, որ մեկը Հովիկ Աղազարյան Հակոբ Ասլանյանն են, մյուսը 6 падգամավորներ։ Եվ եթե Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ընդ որում ավելի շուտ են սկսել նախաձեռնությունը, դա չի նշանակում, որ ի սկզբանե նրանք են հովանավոր եւ խավոր եղել Նարեկ Մայլյանին եւ Էդգար Ղազարյանին եւ ստանձնել են քաղաքական պատասխանատվություն։ Դա նրանք իրենց նախաձեռնությամբ են արել, պատիվ ունեմ իրենց նախաձեռնությամբ դա իրականացել։ Եվ եթե նրանք падգամավորները ընդունել են այդ առաջարկը, ապա կարծում եմ, որ դա պետք է վարակիչ լինի նաեւ մյուսների համար, այդ թվում եւ Տիկին Ագնեսա Խամոյանի համար։ Այդ ժամանակ նաեւ նա դուրս կգա այն օբյեկտիվ քննադատության միջավայրից եւ արդեն չի մտածի նաեւ որ իրեն թիրախավորում են, հակառակը կարող է պարզել, որ իրեն միգուցե նաեւ գովեն, երբեմն անտեղի, ինչպես որ ցավոք մենք հաճախ արել ենք։ Այս անկեղծության համար ուշացած, բայց ոչինչ, էլի շնորհակալություն։ Հիմա, երբ որ ասում են գործընթացը մեկնարկել է, հարգելի Մարիաննա, պետք չի մեր ժողովրդին մոլորեցնել։ Այդ նույն տրամաբանությամբ փաստորեն Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն են, որ Էդմոն Մարուքյանին էին առաջադրում, ստացվում է էլի գործընթացը մեկնարկել էր։ Ես պատգամավոր եմ, ամեն օր մի հատ թղթի վրա մի հատ անուն ազգանուն կարամ գրեմ, տակը ստորագրեմ ու ամեն օր եթեր մտնեմ հայտարարեմ, որ գործընթաց է մեկնարկել իմպիչմենտի։ Այո, դուք այդ իրավունք ունեք, Տիկին Խամոյան, դուք որպես պատգամավոր կարող եք մի թղթի վրա վերցնել, ընդ որում մենք ձեզ դա ուղարկել ենք, կարող եք եթե չեք պատրել Արսեն Թորոսյանի նման, պատրաստի ազգային ժողովի որոշման նախագիծը ես ձեզ համար պատրաստել եւ ուղարկել եմ որպես ձեր հասարակական օգնական։ Կարող եք դրա տակ դնել վարչապետի ձեր նախընտրած տեխնացուի անունը եւ ասել, որ դուք եք սկսել եք ձեր ինքնուրույն գործընթացը եւ ակնկալեք, որ մյուս падգամավորները դրան միանան, առանց մեզ հանձնարարություններ տալու։ Ընթացը մեկնարկում է, երբ որ ազգային ժողով մուտք է արվում համապատասխան նախագիծ որոշման, տեխնացուի անուն ազգանունով եւ 36 ստորագրություններով։ Այստեղ խոսքը վերաբերվում է իրավական գործընթացի մասին, քաղաքական գործընթացը սկսվում է այո, մեկ падգամավորի Եվս 18 падգամավոր ոչ միայն կողմ են քվեարկում գործընթացի մեկնարկի համար, նաև անվստահություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Այսօր գոնե չեն կարող ակնկալել, որ ինքը կարող է քվեարկողների մեջ լինի։ Դիմադիր դաշտը զբաղացնելու խնդիր կա, որ Նիկոլ Փաշինյանը հանգիստ, այնտեղ ինչ ուզում է անի, որտեղ դուք նկատել եք մեր Տիկին Խամոյանը չի կարողանում պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը հանգիստ ամեն ինչ անում է այն դեպքում, երբ որ մնում է վարչապետ։ Իսկ 2022 թվականի օգոստոսի 2-ից Տիկին Խամոյանը եւ մյուս падգամավորները նրան տվել են այդ հանգիստ ջերմոցային իր ասած միջավայրը, որի ընթացքում նա հանձնել է Արցախը Ադրբեջանին, դե 22 թվականի օգոստոսի 23-ին լսեին նրանք իմ խնդրանքը առաջարկը եւ ամսի 24-ին սկսեին անվստահություն հայտնելու գործընթաց, ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ի պատերազմը եղել է դրանից հետո, հոկտեմբերի 6-ի Արցախի հանձնում եղել է դրանից հետո, Արցախի շրջափակում եղել է դրանից հետո, 2023 թվականի Արցախի վերջնական օկուպացիան եղել է դրանից հետո, Տավուշ եղել է դրանից հետո, այնպես որ Տիկին Ագնեսա Խամոյանը եւ մյուս падգամավորները քաղաքական պատասխանատվություն են կրում այդ ամենի համար։ Քաղաքական խոսույթում, ընդդիմադիր դաշտում հիմա process-ները ինչի շուրջ են։ Այս մի թիմը փորձում է ապացուցի, որ Հայաստան խմբակցությունը impeachment չի ուզում, Նիկոլ Փաշինյանը չի ուզում, Ռոբերտ Քոչյանը չի ուզում, Փաշինյանը հեռանա, բնականաբար մենք դրան պետքա պատասխանենք, չենք կարող անպատասխան թողել այդ հերյուրանքները, զրպարտանքը, ու արդյունքում ստացվում է, որ իրենք մի հատ օրակարգը ներսում կռիվ է անում։ Ժողովուրդը ստեղծել դա, բայց ժողովուրդը տեսնում է, որ ինչ որ մի խումբ շատ զբաղված է ընդդիմությանը զբաղացնելով, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ բաներ անի։ Սա շատ օգտակար օրակարգը Նիկոլ Փաշինյանի համար։ Այս ջերմոցային բարենպաստ պայմաններ են ստեղծում Նիկոլ Փաշինյանի համար։ Հիմա Նիկոլ Փաշինյանի մասին ավելի քիչ են խոսում, քան Ռոբերտ Քոչյանի մասին։
Սերժ Սարգսյանը մի Բայց պատգամավոր կարելի է այս աղջկան տիկնոջը հարցնել, թե ասենք աղջիկ ասելով ես նկատում եմ, որ ինքը շատ երիտասարդ է երևում, տենց որպես բան եմ ասում էլ այդ իմաստով ոչ թե հեգնանքով։ Ասենք Ռոբերտ Քոչարյանի անուն իր կողմից ինչի է անընդհատ հնչեցվում, էլի։ Գիտեք, սա այն խմբի մեջ է մարդկանց, մի մասը պատգամավոր են, մի մասը ուղղակի Facebook-յան կոնտենտ ստեղծողներ, որոնք բրենդավորված են իբր Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ։ Ու Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ վնաս տվող մարդ, քան սրանք են, այս կատեգորիան, իրենք են, լավ բան չասեմ, էլի, կներեք։ Գոյություն չունի։ Ասենք ես ուզում եմ հասկանամ, էլի, մի հատ նախկին ուս խորհրդական, հանրապետական, ցենց կրիմինալ խառը պատմություններով մարդ Ռոբերտ Քոչարյանին ինչ աջակցություն կարա ցուցաբերի։ Ասենք ինչ Ռոբերտ Քոչարյանը դրա ինչի կարիքը պիտի ունենա, էլի, նրա փող չի կարա տա Ռոբերտ Քոչարյանին, հեղինակություն չունի, որ ասես իր հեղինակությամբ օգնի նրա գործունեությանը։ Խորհուրդ չի կարա տա, որովհետև ինքը հաստատ Ռոբերտ Քոչարյանից խելոք չի, Ռոբերտ Քոչարյանը դրա խորհրդի կարիքը չունի։ Հետևաբար հարց առաջանում, դրանք Ռոբերտ Քոչարյանի որ աջակիցներ են, կամ կանայք կամ բան ռուսերեն խոսացող բան, հիմնականում դրսում է։ Ասենք դրանք ինչով են աջակցում, էլի Ռոբերտ, թե ինչ աջակցություն իրենք կարան ստանան Ռոբերտ Քոչարյանից, ես դա շատ լավ եմ պատկերացնում։ Ամեն տեսակ, օրինակ ասենք, ինչ աջակցություն է ստացել Ագնես Ախամոյանը Ռոբերտ Քոչարյանից, մեր աչքի առաջը պատգամավոր է։ Ասենք Ագնես Ախամոյանը իրանց շենքի համատիրության աշխատող բան չի կարող ընտրվի, շենքի բնակիչները չեն ընտրի։ Բայց դա պատգամավոր է այսօր, հասկանում եք։ Այսինքն այդ աջակցությունը ինքը ումից է ստացել, Քոչարյանից է, չէ՞ ստացել։ Ինքն էլ է, ես այդքան բան հասկանում եմ, ինքը ավելի շուտ է, չէ՞ հասկանում։ Ասենք կարող է փողել է, հենց որ չեն աշխատավարձը որ ստանում է, դա այդ կարգավիճակով է ստանում։ Այսինքն որ իրենք կարան Ռոբերտ Քոչարյանից աջակցություն ստանան, դա շատ պարզ բան է, դա բազմատեսակ կարա լինի, նյութական է կարա լինի, ֆինանսական էլի, քաղաքական էլ, իր հովանու տակ, իր անվան տակ մտնեն։ Բայց որ իրեն աջակցություն ցուցաբերեն, այդ մեկը չեմ հասկանում։ Բայց ցավոք սրտի իրանք ոչ միայն աջակցություն չեն ցուցաբերում, այլ վնաս են տալի։ Ես ամենայն լրջությամբ ասում եմ հարգարժան նախագահին, որ այս մարդիկ, ասենք Ագնես Ախամոյանը, Աղվան Վարդանյանը, այն մարդիկ ովքեր գնում են, գոնե ասի չխոսեն, ասենք կարա չասի, ոչ միտեղ մի գնացեք, սաղ նստեք ձեն հետ գտեք, եթե պետք է լի, ես կլեմ կխոսամ։ Գոնե չլեն խայտարակ չանեն։ Այսինքն այս անմտությունները խոսալուց հետո մի հատ էլ բրենդավորվում է, որ ինքը դա ասում է Քոչարյանի անունից Քոչարյան, եւ որ այս գործի մեջ Քոչարյանի անուն տվող չկա։ Այս գործի տերերը իմպիչմենտի падգամավորներ են։ Ինքը պարտականությունի որպես падգամավոր չի անում։ Չանելուց հետո եզրափակում է Ռոբերտ Քոչարյանով, ինչը որ անազնիվ է։ Եվ այդ իրենց անազնվության նաև լարվածություն են ստեղծում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հարաբերություններին, որը ոչ մեկի շահերից չի բխում։ Ոչ միայն քաղաքական համակարգի, այս գործընթացի, այլ նաև իրենց անձնապես շահերից չի բխում։ Բայց քանի որ այս մարդիկ ցավոք սրտի Քոչարյանի թիմում էլ կան այդպես մարդիկ։ Քանի որ իրենք ուրիշ ոչ մի բանով չեն կարող օգուտ տան, ասում են, գիտես ինչ, մենք ցես բան խոսենք, ստացի որ մթոմ օգուտ են տա, հակառակը վնաս տալով այդ գործին։ Ես այս մասով ավարտվում է Տիկին Ագնեսայի հարցազրույցի հետ իմպիչմենտին վերաբերող մասը նաև մեր եթերն է դրանով ավարտում։ Ես ուղղակի ուզում եմ ասել ու կոչ անել բոլոր падգամավորներին դուրս գալ այս շրջանակներից, այս անմիտ դատողություններից, այս փորձելով չարած այդ ձևով ներկայացնելուց, այս իմպիչմենտի գաղափարի իրական ազնիվ բնույթից, սահմանադրաիրավական բնույթից դուրս անմիտ դատողություններ ներկայացնելու փոխարեն ազնվորեն կպնել այս գործին եւ մեր բոլորի ընդհանուր ջանքերով այն հասցնել տրամաբանական ավարտին։ Շնորհակալություն ձեզ, սիրելի հետևորդներ, շնորհակալություն նաև Տիկին Ագնեսային եւ Մարիաննա Ղարամանյանին այս մեկնաբանությունները տալու հնարավորություն ստեղծելու համար, հուսով եմ, որ դա կլինի վերջինը։